Կինը կորցնելուց հետո միլիարդատեր հայրը կործանվում է, երբ իմանում է, որ իր 3 դուստրը ունեն ընդամենը 2 շաբաթ կյանք։ Երբ ամեն ինչ կորած է թվում, հայտնվում է մի կին, առանց բժշկական կրթության, բերելով ոչ թե դեղեր, այլ անսասան հավատ կյանքին։ Չգիտեն, որ նրա ուժի ետում թաքնված է լուր խոստում, տրվել իր սեփական դստեր, որին նա չկարողացավ փրկել։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասացեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Լռությունը խեղդող վերմակի պես ծանրացել էր Դավթաշենի առանձնատան վրա։ Դա այնպիսի լռություն էր, որը ծնվում էր ոչ թե խաղաղությունից, այլ այնքան խորը ցավից, որը ներծծել էր այդ տան կյանքի բոլոր ձայները։ Արմեն Մելիքյանը քայլում էր մարմարե միջանցքներով դատարկ արձագանքող քայլերով, կարծես օտար լիներ սեփական տանը։ Արդեն 2 տարի էր, ինչ Մարինեն հեռացել էր։ 2 տարի, ինչ քաղցկեղը տարել էր ոչ միայն նրա կնոջը, այլ այն ողջ ուրախությունը, որը մի ժամանակ լցնում էր այդ վայրի ամեն անկյունը։ Իսկ նրա 3 դուստրերը, իր գանձերը, դարձել էին իրենց իսկ ստվերները։ Անահիտ, Լիլիթ, Սոնա։ Համապատասխանաբար 7, 5, 4 տարեկան։ Աղջիկներ, որոնք նախկինում այգիներում վազվզում էին գունավոր թիթեռների պես, որոնք տունը լցնում էին բյուրեղյա ծիծաղով, անվերջ չարաճճիություններով։ Հիմա հազիվ էին դուրս գա։ Լիս իրենց սենյակներից։ Հազիվ էին խոսում։ Հազիվ էին ուտում։ Արմենը կանգնեց ավագ դստեր, Անահիտի սենյակի դռան դիմաց։ Ճեղքից տեսնում էր, թե ինչպես է նա պառկած արքայադստեր մահճակալին, շագանակագույն մազերը թափված վարդագույն բարձին, որը Մարինեն այնքան սիրով էր ընտրել։ Աղջիկը նայում էր առաստաղին, անշարժ, ինչպես լքված տիկնիկ։ Բժիշկ Կարապետյանը վերջին խորհրդատվության ժամանակ հստակ էր ասել. աղջիկների մոտ զարգանում էր մանկական դեպրեսիայի ծանր դրսորում։ Մոր կորուստը, զուգորդված հոր հուզական մեկուսացմամբ, ստեղծել էր թունավոր միջավայր։ Երեքի իմունային համակարգը խաթարված էր։ Անահիտը 2 ամսում կորցրել էր 5 կիլոգրամ։ Լիլիթը շաբաթներ շարունակ չէր խոսում։ Սոնայի մոտ զարգացել էին խուճապի նոպաներ, որոնք նրան շնչահեղձ էին անում։ Արմենը փակեց աչքերը, ճակատը հենեց սառը դռանը։ Ինչպես էր հասել այս վիճակին։ Նա, ով նախկինում հոգատար կատակասեր հայր էր, ով քնելուց առաջ խենթ պատմություններ էր հորինում դուստրերին, սովորեցնում էր այգում հեծանիվ քշել։ Երբ Մարինեն հեռացավ, իր ներսում ինչ-որ բան այնպես էր լվել, որ այլևս չէր կարողանում կապ հաստատել սեփական դուստրերի հետ։ Ամեն ինչ փորձել էր։ Մանկական հոգեբաններ, ընտանեկան թերապևտներ, մասնավոր բժիշկներ։ Աղջիկներին տարել էր ճամփորդությունների, խաղալիքներ էր գնել, անիմատորներ էր վարձել։ Ոչինչ չէր օգնում։ Կարծես նրանց միջ անտեսանելի պատ էր բարձրացել, որքան նա փորձում էր քանդել այն, այնքան ավելի էր բարձրանում։ Միջանցքի մյուս կողմից բուժքույր Ջաննան դուրս եկավ Լիլիթի սենյակից, ձեռքին անձեռնմխելի սկուտեղ։ Աղջիկը կրկին հրաժարվել էր ուտել։ Մասնագետի հայացքը հանդիպեց Արմենի հայացքին, նա տխրությամբ գլուխը թափահարեց։ Պարոն Մելիքյան, մենք պետք է խոսենք, շշնջաց նա, մոտենալով։ Աղջիկներն այլևս չեն կարող այսպես շարունակել։ Լիլիթն օրեցօր ավելի է նիհարում, իսկ Սոնան գիշերվա ընթացքում 3 անգամ արթնացել է մղձավանջներից։ Անահիտը։ Նրա ձայնը դողաց։ Անահիտը հարցրել էր, թե արդյոք ինքն էլ է հեռանալու, ինչպես մայրիկը։ Այդ խոսքերը դաշույնի հարվածների պես խոցեցին Արմենին։ Նա հեռացավ պատից, աստիճաններով իջավ դեպի հյուրասենյակ, փորձելով կարգավորել անկանոն դարձած շնչառությունը։ Տունն իր թանկարժեք կահույքով, անթերի ձավորմամբ դամբարանի էր նման։ Նույնիսկ այն բույսերը, որոնք Մարինեն այնքան սիրում էր, թոշնել էին, չնայած ամեն օր ջրվում էին։ Արմենն իր համար մի բաժակ վիսկի լցրեց, որը խմելու ցանկություն չուներ, նստեց կաշվե բազկաթոռին, որտեղ սովորաբար կիրակի առավոտներին թերթ էր կարդում, մինչ աղջիկները խաղում էին իր ոտքերի մոտ, գորգի վրա։ Հիմա գորգը դատարկ էր, իսկ թերթը ծալված անձեռնմխելի մնում էր սուրճի սեղանիկի վրա։ Հեռախոսը թրթռաց։ Եղբորից Ռուբենից հաղորդագրություն էր, հարցնում էր, թե կարող է արդյոք հանգստյան օրերին գալ զարմուհիներին տեսնելու։ Արմենը մեքենայաբար պատասխանեց. Նրանք լավ չեն զգում այցելուներ ընդունելու համար։ Միշտ նույն պատրվակն էր։ Ճշմարտությունն այն էր, որ նա չէր կարող տանել այն միտքը, որ ինչ-որ մեկը տեսնի իր դուստրերին այդ հյուծված վիճակում։
Դրան զանգը հնչեց, ընդհատելով նրա մռայլ մտքերը։ Ով կարող էր լինել։ Նա ոչ ոքի չէր սպասում դռնապանին հրահանգել էր թույլ չտալ վաճառողների կամ անցանկալի այցելուների մուտքը։ Դժկամությամբ պատասխանեց. Պարոն Մելիքյան, մի կին է եկել, ասում է աշխատանքի հարցազրույցի համար։ Արմենը խոժոռվեց. Ինչ հարցազրույց։ Նա ոչ մի հայտարարություն չէր տվել, ոչ մի։ Հետո հիշեց. Շաբաթներ առաջ, Սոնայի հատկապես ծանր նոպայից հետո հուսահատության պահին, նա Ռուբենին խնդրել էր հայտարարություն հրապարակել մասնագիտացված դայակ փնտրելու մասին։ Հետո զղջացել էր բոլորովին մոռացել այդ մասին։ Պարոն, ինչ անեմ։ Արմենը հոգոց հանեց։ Քանի որ կինը չարչարվել, հասել էր այստեղ, ամենակիչը, որ կարող էր անել, անձամբ մերժելն էր։ Թող բարձրանա։ 5 րոպե անց նա աստիճանների վրա թեթ քայլերի ձայն լսեց։ Ոչ թե բարձրակրունկների շտապողական ձայնը կամ պաշտոնական կոշիկների ծանր թխկթխկոցը, այլ գրեթե երաժշտական մի բան, կարծես մարդը քայլելի սպառում էր։ Հյուրասենյակ մտած կինը այն ամենի հակապատկերն էր, ինչ Արմենն սպասում էր։ Սպիտակ համազգեստ չէր կրում, վկայականներով լի թղթապանակ չէր տանում, չուներ այն լուրջ պրոֆեսիոնալ տեսքը, ինչպես մյուս դայակները, որոնց ամիսներ առաջ հարցազրույցի էր կանչել։ Նա հասարակ կին էր, մոտ 35 տարեկան, շագանակագույն մազերը հավաքված անփույթ կոկոնի մեջ կանաչ աչքեր, որոնք փայլում էին մի լույսով, որը նա վաղուց չէր տեսել։ Հագին բաց կապույտ բամբակ։ Յա բլուզ էր, երկար ծաղկավոր կիսաշրջազգեստ։ Ձեռքին կտորե պայուսակ էր, որը կարծես թե լավագույն օրերը չէր ապրում, բայց մաքուր էր խնամված։ Նրա մեջ մի բան կար, որը հանգստություն էր ճառագում, կարծես իր հետ կրում էր իր մանկության ագարակի կիրակնօրյա երեկոյի անդորրը։ Բարի օր, պարոն Մելիքյան։ Իմ անունը Էլեն Մկրտչյան է։ Ձայնը փափուկ էր, բայց հաստատուն։ Ոչ նյարդայնություն էր ցույց տալիս, ոչ էլ անհանգստություն։ Արմենը շարժումով ցույց տվեց, որ նստի իր բազկաթոռի դիմացի բազմոցին։ Տեսեք, Էլեն, ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ։ Կարծում եմ, թյուրիմացություն է տեղի ունեցել։ Ես այլս դայակ չեմ փնտրում։ Իմ դուստրերի վիճակը բարդ է։ Շատ բարդ։ Էլենը նստեց ձեռքերը խաչեց ծնկներին, հայացքը պահելով նրա վրա։ Ես գիտեմ, որ նրանք դժվար ժամանակների միջով են անցնում։ Մորը կորցնելը ամենախորը ցավերից մեկն է, որին կարող է բախվել երեխան։ Նրա խոսքերը պարզ էին, բայց դրանց ասվելուց մեջ մի բան կար, որը ստիպեց Արմենին ուղղվել բազկաթոռին։ Ձայնի մեջ խղճահարություն չկար այն վերամբարձ տոնը, որը նա սովոր էր լսել մասնագետներից։ Դա պարզապես անկեղծ հասկացողություն էր։ Դուք փորձ ունեք երեխաների հետ, որոնք դեպրեսիայի միջով են անցնում։ Ես փորձ ունեմ երեխաների հետ, որոնք մոռացել են, թե ինչպես ժպտալ, պատասխանեց Էլենը։ Եվ գիտեմ, որ նրանց ավելի շատ բժիշկներ կամ դեղեր պետք չեն։ Նրանց պետք է մեկը, ով դեռ հավատում է, որ իրենց ներսում կյանք կա։ Արմենը կրծքում սեղմոց զգաց։ Դուք չեք հասկանում։ Իմ դուստրերը ամիսներ շարունակ նորմալ չեն ուտում։ Փոքրը խուճապի նոպաներ ունի։ Միջնեկը չի խոսում։ Ավագը։ Նրա ձայնը խեղդվեց։ Ավագը ինձ հարցնում է, թե արդյոք ինքն էլ է հեռանալու։ Էլենը թեթակի առաջ թեքվեց, Արմենը կարողացավ նկատել, որ նա իսկապես ուշադրություն էր դարձնում ամեն բառին։ Կարող եմ ծանոթանալ նրանց հետ։ Հարցն այնքան պարզ ուղիղ էր, որ Արմենը շփոթվեց։ Չեմ կարծում, որ դա լավ գաղափար է։ Նրանք օտարներին չեն սիրում։ Հասկանում եմ։ Բայց գուցե ես երկար ժամանակ օտար չմնամ։ Նրա վստահության մեջ մի բան կար, որը հետաքրքրում էր նրան։ Արմենը սովորել էր մասնագետների, որոնք գալիս էին ախտորոշումներով, արձանագրություններով, գիտական մեթոդներով։ Էլենը դրանցից ոչինչ չէր նշել։ Թվում էր, թե նա պարզապես ուզում էր ծանոթանալ իր դուստրերի հետ որպես մարդկանց, ոչ թե որպես հիվանդների։ Ի հեճուկս իր խելամտության, Արմենը ոտքի կանգնեց։ Լավ։ Բայց զգուշացնում եմ, որ նրանք հավանաբար նույնիսկ ձեզ չեն նայի։ Եվ խնդրում եմ, խոստումներ մի տվեք բարելավման կամ հրաշք բուժումների մասին։ Ես դա շատ եմ լսել։ Էլենը նույնպես ոտքի կանգնեց, Արմենը նկատեց, որ նա ավելի ցածրահասակ էր, քան պատկերացրել էր, բայց նրա կեցվածքում մի բան կար, որը լուռ ուժ էր հաղորդում։
Նրանք միասին բարձրացան աստիճաններով, Արմենը կանգնեց առաջին սենյակի դիմաց։ Սա Անահիտն է, ավագը։ Նա։ Բայց երբ բացեց դուռը, բառերը մահացան նրա կոկորդում։ Անահիտը նստած էր մահճակալի եզրին, ուղիղ նայում էր նրանց։ Նրա շագանակագույն աչքերը, որոնք ամիսներ շարունակ չէին փայլել, թվում էին մի փոքր ավելի կենդանի։ Կարծես օդում ինչ-որ տարբեր բան էր զգացել։ Էլենը սենյակ մտավ սահուն շարժումներով կքանստեց աղջկա բարձրությանը, պահպանելով հարգալից հեռավորություն։ Բար, Անահիտ։ Ես Էլենն եմ։ Ինչպիսի։ Գեղեցիկ սենյակ ունես։ Աղջիկը չպատասխանեց, բայց հայացքը չշեղեց, ինչպես սովորաբար անում էր մյուս այցելուների հետ։ Նա զգուշավոր հետաքրքրությամբ դիտում էր Էլենին։ Էլենը շուրջը նայեց, նկատեց պատին կախված մանկական նկարները, դարակին դասավորված տիկնիկները, գիշերանոթի սեղանիկին դրված հեքիաթների գրքերը։ Սիրում ես նկարել։ Այնտեղ, պատին, մի քանի շատ գեղեցիկ նկարներ տեսա։ Անահիտը գրեթե աննկատ գլխով արեց։ Արմենը շունչը պահեց։ Դուստրը շաբաթներ շարունակ ոչ ոքի չէր արձագանքում։ Գուցե մի օր ինձ էլ սովորեցնես այդքան լավ նկարել, որքան դու, ասաց Էլենը ոտքի կանգնելով։ Առայժմ ես ուղղակի եկել էի քեզ հետ ծանոթանալու։ Ցտեսություն, Անահիտ։ Նա դուրս եկավ սենյակից, առանց պնդելու, առանց ավելի մեծ փոխազդեցություն պարտադրելու։ Արմենը զարմացած էր նրա մոտեցումից։ Մասնագետների մեծ մասը փորձում էր աղջիկներին անմիջապես ստիպել խոսել, խաղալ, արձագանքել։ Միջանցքում նա շշնջաց։ Սովորաբար նա նույնիսկ չի նայում մարդկանց։ Նա պարզապես պաշտպանում է իր սիրտը, պատասխանեց Էլենը։ Շատ խելացի աղջիկ է։ Նրանք շարժվեցին դեպի Լիլիթի սենյակը։ 5-ամյա աղջիկը պառկած էր կողքի վրա, գրկած մաշված փափուկ արջուկը, որը մոր նվերն էր եղել։ Նրա շիկահեր մազերը խառնված էին, նա ավելի փոքր էր թվում, քան իրականում էր։ Էլենը մտավ նստեց հատակին, մահճակալի մոտ, բայց կրկին առանց ներխուժելու երեխայի տարածք։ Բար, Լիլիթ։ Ինչ սիրուն արջուկ է։ Ինչ է նրա անունը։ Լռություն։ Արմենը պատրաստվում էր բացատրել, որ Լիլիթը չի խոսում, բայց Էլենը նրբորեն ձեռքը բարձրացրեց, համբերություն խնդրելով։ Նա շատ առանձնահատուկ արջուկի տեսք ունի։ Գրած կգամ, որ նա քեզ հետ շատ արկածներ է ապրել։ Լիլիթն արջուկն ավելի ամուր սեղմեց կրծքին, բայց աչքերը շարժվեցին Էլենի ուղղությամբ։ Ես էլ տանը մի առանձնահատուկ արջուկ ունեմ։ Նրա անունը Տիգրան է։ Նա շատ ծեր է մի քանի տեղից կարկատված, բայց դեռ իմ ամենասիրելին է։ Շաբաթների ընթացքում առաջին անգամ Արմենը Լիլիթի աչքերում հետաքրքրության փայլ տեսավ։ Էլենը։ Մի քանի րոպե էլ լուռ մնաց, պարզապես կիսելով տարածքն աղջկա հետ, նախքան հրաժեշտ տալը դուրս գալը։ Վերջին սենյակը Սոնայինն էր, ամենափոքրինը։ Աղջիկն արթուն էր, բայց գծկվել էր վերմակի տակ, միայն կապույտ աչքերն էին երում կտորի վրայից։ Երբ տեսավ Էլենին, ամբողջովին թաքնվեց։ Էլենը դանդաղ մոտեցավ, նստեց պլաստմասե աթոռակին, որը դրված էր մահճակալի կողքին։ Բար, Սոնա։ Ես գիտեմ, որ դու այնտեղ ես, վերմակի տակ։ Պարտադիր չէ դուրս գալ, եթե չես ուզում։ Երբեմն ես էլ եմ սիրում թաքնվել վերմակի տակ, երբ տխուր եմ լինում։ Վերմակի տակ գրեթե աննկատ շարժում եղավ։ Գիտես, ես ինչ եմ անում, երբ այդպես եմ զգում։ Ես հաշվում եմ այն գեղեցիկ բաները, որոնք կարողանում եմ հիշել։ Օրինակ դեղին ծաղիկները, թարմ թխված հացի բույրը, առավոտյան երգող թռչունները։ Էլենը դադար տվեց։ Կարող ես որևէ գեղեցիկ բան հիշել, Սոնա։ Վերմակը կրկին շարժվեց, Արմենը կարողացավ տեսնել մի աչք, որը դուրս էր նայում։ Էլենը ժպտաց։ Ես հիմա քեզ հանգիստ կթողնեմ։ Բայց եթե մի օր ուզենաս ինձ հետ գեղեցիկ բաներ հաշվել, ես մեծ սիրով կանեմ դա։ Երբ դուրս եկան վերջին սենյակից, Արմենը տեսանելիորեն հուզված էր։ 15 րոպեում Էլենն իր դուստրերից ավելի շատ արձագանքներ էր ստացել, քան ցանկացած մասնագետ ամիսների ընթացքում։ Վերադառնալով հյուրասենյակ, նա ծանր նստեց բազկաթոռին։ Ինչպես դա արեցիք։ Ես ոչինչ չարեցի, բացի նրանց տեսնելուց, պատասխանեց Էլենը։ Ոչ թե որպես հիվանդների կամ լուծման ենթակա խնդիրների, այլ որպես 3 քաջ աղջիկների, որոնք շատ մեծ ցավի միջով են անցնում։
Արմենը ձեռքերով դեմքը շփեց։ Դուք երեխաներ ունեք։ Էլենը մի պահ վարանեց, Արմենը նկատեց, թե ինչպես մի ստվեր անցավ նրա կանաչ աչքերի միջով։ Ես ունեցել եմ, պարզապես պատասխանեց նա։ Այդ երկու բառերը մի ծանրություն կրեցին, որն Արմենն անմիջապես ճանաչեց։ Դա նույն ցավն էր, որը նա ամեն օր տեսնում էր այելու մեջ, բայց Էլենի աչքերում ավելին կար։ Մի հաշտվածություն, մի խաղաղություն, որը նա չէր կարողանում հասկանալ։ Ցավում եմ, մրմնջաց նա։ Շնորհակալություն։ Էլենն ուղղվեց բազկաթոռին։ Այդ պատճառով ես գիտեմ, որ ձեր դուստրերին պարզապես պետք է մեկը, ով դեռ հավատում է նրանց։ Մեկը, ով չի հանձնվել։ Արմենը խոսքերը զգաց որպես հարված ստամոքսին։ Նա հանձնվել էր։ Ոչ գիտակցաբար, բայց գուցե։ Գուցե, այո։ Դուք ասում եք, որ ես հանձնվել եմ իմ դուստրերի հարցում։ Ես ասում եմ, որ ցավը երբեմն ստիպում է մեզ մոռանալ, թե ինչպես սիրել, քնքշությամբ պատասխանեց Էլենը։ Եվ դրանում դատապարտություն չկա։ Դա մարդկային է։ Բայց աղջիկները պետք է տեսնեն, որ դեռ հույս կա։ Արմենը երկար լուռ մնաց, մարսելով նրա խոսքերը։ Դրսում արը մայր էր մտնում, Երանի երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Դա այնպիսի մայրամուտ էր, որը Մարինեն պաշտում էր, որը սովորաբար նրան կանչում էր պատշգամբից միասին դիտելու։ Ինչ կանեիք, եթե ես ձեզ թույլ տայի փորձել։ Էլենն առաջ թեքվեց։ Ես կսկսեի դանդաղ։ Կշահեի նրանց վստահությունը։ Ցույց կտայի, որ դեռ ժպտալու պատճառներ կան։ Որ կյանքը կարող է նորից լավը լինել։ Իսկ եթե չստացվի։ Եթե նրանք շարունակեն։ Այդ դեպքում գոնե նրանք կիմանան, որ ինչ-որ մեկը փորձել է։ Որ ինչ-որ մեկը չի հանձնվել։ Էլենը դադար տվեց։ Բայց ես հավատում եմ, որ կստացվի։ Նրանք պարզապես սպասում են մեկին, ով դեռ տեսնում է իրենց ներսի լույսը։ Արմենը պատուհանից նայեց այգուն, որը Մարինեն այնքան սիրով էր տնկել։ Այն լքված էր, ծաղիկները թոշնած, խոտը, առանց խնամքի աճած։ Ինչպես այդ տան մնացած ամեն ինչը։ Երբ նորից շրջվեց դեպի Էլենը, նրա որոշումն արդեն կայացված էր։ Երբ կարող եք սկսել։ Էլենը հաջորդ առավոտյան եկավ, ձեռքին նախշավոր կտորից պայուսակ զուսպ ժպիտ, որը կարծես լուսավորում էր առանձնատան մուտքը։ Արմենը նրան սպասում էր նախասրահում, նյարդայնացած, ինչպես դեռահասն առաջին ժամադրությանը։ Ամբողջ գիշեր ինքն իրեն հարց էր տվել, թե արդյոք ճիշտ որոշում էր կայացրել։ Բարի լույս, պարոն Մելիքյան, ողջունեց Էլենը, նրա ձայնն անմիջապես հանգստություն բերեց լարված մթնոլորտին։ Բարի լույս։ Աղջիկները դեռ քնած են։ Նրանք սովորաբար ուշ են արթնանում, քանի որ գիշերները արթուն են անցկացնում մղձավանջներով։ Նա ընդհատեց իրեն, հասկանալով, որ արդարանում է։ Էլենը հասկացողությամբ գլխով արեց։ Ոչինչ։ Մինչ այդ, կարող եմ ավելի լավ ծանոթանալ տանը։ Հասկանալ, թե ինչպես են նրանք ապրում։ Արմենը նրան ուղեկցեց հիմնական սենյակներով։ Պաշտոնական հյուրասենյակը, որն այլս ոչ ոք չէր օգտագործում, հեռուստացույցի սենյակը, որտեղ աղջիկները երբեմն լուռ նստում էին, ընդարձակ խոհանոցը, որտեղ սպասուհին, տիկին Կարինեն, ուտեստներ էր պատրաստում, որոնցից միայն կտոր էին ուտում։ Էլենը ամեն ինչ ուշադրությամբ դիտում էր, բայց նրա հայացքը հատկապես երկար մնաց լուսանկարների վրա։ Ամենուր դիմանկարներ կային։ Մարինեն ժպտում էր կասկադի մոտ, փոքրիկ աղջիկները վազվզում էին այգում, ընտանեկան երջանկության պահեր, որոնք այժմ կարծես թե այլ կյանքի էին պատկանում։ Էլենը կանգնեց մի լուսանկարի դիմաց, որտեղ Մարինեն այգում էր, ծնկաչոք հողի վրա, ծաղիկներ էր տնկում, մինչդեռ Անահիտը, այն ժամանակ 5 տարեկան, օգնում էր նրան։ Ձեր կինը սիրում էր այգեգործությամբ զբաղվել, նկատեց Էլենը։ Պաշտում էր։ Ասում էր, որ բույսերը երեխաների նման են, խնամքի, համբերության սիրո կարիք ունեն։ Արմենը պատուհանից նայեց լքված այգուն։ Ես այդպիսի բաներից գլուխ չեմ հանում։ Էլենը հետեց նրա հայացքին։ Այգին ակնհայտորեն անտեսված էր, բայց դեռ հնարավոր էր տեսնել այն սիրո հետքերը, որոնք այնտեղ ներդրվել էին։ Վարդի թփեր, որոնք պայքարում էին ծաղկելու համար, փոքրիկ բանջարանոց, վայրի աճած խոտաբույսերով, ծաղկաթմբեր, որոնք պարզապես մի փոքր ուշադրության կարիք ունեին։ Գուցե աղջիկները ժառանգել են մոր տաղանդը, մեղմորեն ասաց Էլենը։ Այդ պահին նրանք աստիճանների վրա դանդաղ քայլերի ձայն լսեցին։
Անահիտն էր իջնում, դեռ գիշերազգեստով, խառնվա ծմազերով, քնաթաթախ աչքերով։ Երբ տեսավ Էլենին, կանգնեց աստիճանների կեսին, անվստահ։ Բարի լույս, Անահիտ, բնականորեն ասաց Էլենը, կարծես նորմալ լիներ այնտեղ գտնվելը։ Լավ քնեցիր։ Աղջիկս մի քանի աստիճան իջավ թեթակի գլխով արեց։ Արմենը զարմացավ։ Դուստրը սովորաբար փախչում էր իր սենյակ, երբ տանը օտարներ էր տեսնում։ Քաղցած ես։ Ձեզ սպասուհին այնպիսի նախաճաշ է պատրաստել, որի բույրը հրաշալի է։ Անահիտը նայեց հորը, կարծես թույլտվություն էր խնդրում։ Արմենը շարժումով ցույց տվեց խոհանոցի ուղղությունը, փորձելով ցույց չտալ, թե որքան էր հուզված, տեսնելով նրան մենակ արթնանալիս նախաճաշելու իջնելիս։ Խոհանոցում տիկին Կարինեն, 60-ամյա մի պարարտ կին, որը 10 տարի աշխատում էր ընտանիքում, Էլենին ողջունեց քաղաքավարի հետաքրքրությամբ։ Նա սովոր էր տեսնել մասնագետների գալն ու գնալը, բոլորն իրենց մեթոդաբանություններով, խոստումներով։ Անահիտը նստեց մեծ փայտե սեղանի շուրջ, որտեղ ընտանիքը սովորաբար միասին էր ճաշում։ Հիմա 6 աթոռները չափազանց մեծ էին թվում, ընդգծելով այն բացակայությունը, որը կա։ Խված էր բոլոր պահերի վրա։ Էլենը նստեց աղջկա կողքին, ոչ թե դիմացը, մի նուրբ ընտրություն, որը ստիպեց, որ դա հարցաքննության կամ թերապիայի նման չլինի։ Ինչպիսի գեղեցիկ սեղան է, մեկնաբանեց Էլենը։ Գրած կգամ, որ դուք այստեղ շատ համեղ ճաշեր եք կերել։ Անահիտը խաղում էր պատարագաղով, ափսեի մեջ խառնելով ձվածեղը, առանց ուտելու։ Գիտես, ես ինչն եմ ամենաշատը սիրում նախաճաշին, հարցրեց Էլենը, իր համար մի կտոր տնական հաց վերցնելով, որը տիկին Կարինեն էր պատրաստել։ Այն, որ ամեն օր մենք կարող ենք ընտրել, թե ինչպես սկսել։ Երբեմն ես արթնանում եմ, քաղցր բան եմ ուզում, երբեմն աղի։ Այսօր ես արթնացա, ուզելով մի բան, որը ինձ կհիշեցնի տունը։ Ինչպիսին է քո տունը, հանկարծ հարցրեց Անահիտը, զարմացնելով իրեն մյուսներին։ Արմենը քիչ մնաց սուրճի բաժակը գցեր։ Դուստրը ամիսներ շարունակ հարցեր չէր տվել։ Էլենը ժպտաց։ Փոքրիկ է։ Խոհանոց ունի, որը գրեթե ամբողջությամբ զբաղեցնում է սեղանը, որովհետև սիրում եմ ընկերներիս հյուրասիրել։ Եվ հետի մասում այգի ունի, որտեղ համեմունքներ եմ աճեցնում։ Ռեհան, մա։ Ղադանոս, կանաչ սոխ։ Քո մայրիկն էլ էր համեմունքներ աճեցնում։ Անահիտը գլխով արեց, Արմենը տեսավ, որ նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Բայց դրանք հուսահատության արցունքներ չէին, ինչպիսիք նա սովոր էր տեսնել։ Դրանք կարոտի արցունքներ էին, ինչը ինչ-որ կերպ ավելի առողջ էր թվում։ Նա ինձ սովորեցրել է, որ Ռեհանը առավոտյան ար է սիրում, ցածր ձայնով ասաց Անահիտը։ Եվ որ չի կարելի թրջել տերները, միայն հողը։ Քո մայրիկը շատ բան գիտեր բույսերի մասին։ Գրած կգամ, որ դու նրանից շատ բան ես սովորել։ Աղջիկը մի պատարագաղ ձվածեղ կերավ, առաջին իսկական կծոցը, որ Արմենը տեսնում էր նրան շաբաթների ընթացքում ուտելիս։ Այդ պահին Լիլիթը իջավ աստիճաններով, գրկած արջուկը, դեռ գիշերազգեստով քնաթաթախ դեմքով։ Տեսնելով Անահիտին սեղանի շուրջ, նա վարանեց, բայց վերջիվերջո մոտեցավ նստեց հեռու մի աթոռի։ Բարի լույս, Լիլիթ, ասաց Էլենը։ Ինչպես է այսօր արջուկը։ Լիլիթն ավելի ամուր սեղմեց խաղալիքը, բայց չփախավ, ինչպես սովորաբար անում էր։ Էլենը ոտքի կանգնեց գնաց դեպի սառնարանը, որտեղ նարնջի հյութով սափոր կար։ Քեզ հյութ լցնե։ Թե կաթ գնա խնդրես։ Լիլիթը մատով ցույց տվեց հյութը, դեռ առանց խոսելու։ Մինչ Էլենը ըմպելիքն էր լցնում, տիկին Կարինեն շշնջաց Արմենին։ 20 տարի երեխա եմ խնամել, երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկը կարողանա ստիպել Լիլիթին մատով ցույց տալ, թե ինչ է ուզում։ Նա միշտ միայն գլուխն էր թափահարում։ Արմենը տեսարանը դիտում էր հույսի վախի խառնուրդով։ Իսկ եթե Էլենը իսկապես կարողանա ինչ-որ տարբերություն մտցնել։ Իսկ եթե չկարողանա։ Նա այլս չէր կարող տանել մեկ հիասթափություն։ Սոնան վերջինը հայտնվեց, աստիճաններով շատ դանդաղ իջնելով, դեռ քնաթաթախ դեմքով ձեռքին փոքրիկ վերմակ։ Երբ տեսավ Էլենին, չփախավ թաքնվելու։ Կանգնեց խոհանոցի մուտքի մոտ, դիտում էր։ Բար Սոնա, ասաց Էլենը առանց շրջվելու, շարունակելով կարագ քսել հացին։ Եթե ուզում ես մեզ հետ նստել, այստեղ աթոռ կա։ Բայց եթե ուզում ես հենց այդտեղ մնալ, դա էլ է լավ։
Սոնան մի քանի պահ անվճռական մնաց, հետո քայլեց դեպի սեղանը, նստեց դռանը ամենամոտ աթոռին, կարծես թե արագ փախուստի ծրագիր էր կազմում, եթե անհրաժեշտ լիներ։ Ամիսների ընթացքում առաջին անգամ 3 քույրերը միաժամանակ նստած էին սեղանի շուրջ։ Արմենը կոկորդում կոշտուկ զգաց։ Էլենը դրա մասին մեկնաբանություններ չարեց, փորձեց զրույցներ կամ գործողություններ պարտադրել։ Պարզապես հանգիստ կերավ իր նախաճաշը, մի քանի պատահական մեկնաբանություններ անելով եղանակի, տիկին Կարինեի հացի համեղության, պատուհանի վրա տեսած թռչնակի մասին։ Գիտեք, որն է իմ սիրելի թռչունը, հարցրեց նա։ Ջնջղուկը։ Որովհետև նրանք շատ ախոս են։ Ամբողջ օրը ջրվողում են, կարծես թե բոլորին ողջունում են։ Անահիտը փոքրիկ ժպիտ տվեց, գրեթե աննկատ, բայց Արմենը բռնեց այդ պահը։ Նախաճաշից հետո Էլենը մի անսովոր բան առաջարկեց։ Ինչ կասեք, եթե մի հայացք գցենք այն դրսի այգուն։ Ուղղակի տեսնելու, թե ինչպես են ձեր մայրիկի բույսերը։ Արմենը պատրաստվում էր առարկել, աղջիկները ամիսներ շարունակ տնից դուրս չէին եկել, բայց Անահիտը ոտքի կանգնեց աթոռից։ Կարող եմ գիշերազգեստով գնալ, հարցրեց նա։ Իհարկե կարող ես, պատասխանեց Էլենը։ Բույսերին հագուստը չի հետաքրքրում։ Լիլիթն ու Սոնան հետեցին նրանց, դեռ վարանոտ, բայց հետաքրքրված։ Այգին իսկապես լքված էր։ Վարդի թփերը լի էին չոր ճյուղերով, խոտը բարձր էր, ծաղկաթմբերը մոլախոտերով պատված։ Բայց Էլենը ոչ խղճահարություն, ոչ էլ տխրություն ցույց չտվեց։ Նա քայլում էր բույսերի միջով, կարծես թե հին ընկերներին էր այցելում։ Տեսեք, ասաց նա, կքանստելով վարդի թփի կողքին։ Այս մեկը փորձում է նոր ծաղիկ տալ։ Տեսնում եք այս փոքրիկ բողբոջը այստեղ։ 3 աղջիկները մոտեցան, Արմենը նրանց հետեց հարգալից հեռավորությունից։ Ինչու է այն տգեղ, հարցրեց Սոնան, շաբաթների ընթացքում առաջին անգամ խոսելով։ Արմենը զգաց, կարծես աշխարհը կանգ էր առել։ Իր կրտսեր դստեր ձայնը, որը նա այդքան երկար չէր լսել, երաժշտության պես հնչեց։ Էլենը զարմանք ցույց չտվեց, պարզապես բնականորեն պատասխանեց. Նա դգեղ չէ, Սոնա։ Պարզապես խնամքի կարիք ունի։ Երբեմն, երբ մենք երկար ժամանակ տխուր ենք լինում, մենք էլ ենք այնպիսի տեսք ունենում, կարծես խնամքի կարիք ունենք։ Լիլիթը բաց թողեց արջուկը, նրբորեն դիպավ մի տերի։ Մայրիկն ասում էր, որ բույսերը ուրախանում են, երբ մենք նրանց հետ խոսում ենք, ասաց Անահիտը։ Քո մայրիկը ճիշտ էր։ Բույսերը ուշադրություն են սիրում, ինչպես բոլոր կենդանի էակները։ Էլենը ոտքի կանգնեց, շուրջը նայեց։ Գիտեք, ես ինչ եմ մտածում։ Կարծում եմ, այս այգին սպասում է, որ դուք վերադառնաք խնամեք իրեն։ Բայց մենք չգիտենք, ինչպես, առարկեց Անահիտը։ Օ, բայց դուք գիտեք։ Ձեր մայրիկը ձեզ շատ բաներ է սովորեցրել։ Ամեն ինչ այստեղ է, ներսում, Էլենը նրբորեն դիպավ աղջկա կրծքին։ Երբեմն մենք պարզապես պետք է հիշենք։ Նրանք մի քանի րոպե մնացին այգում, Էլենը ցույց էր տալիս բույսեր, որոնք փորձում էին ծաղկել, ցույց էր տալիս, թե որտեղ կյանք կար թվացյալ ավերածությունների տակ։ Արմենը հեռվից դիտում էր, տպավորված նրա մոտեցման պարզությունից։ Ճնշում չկար, պահանջներ չկային։ Պար։ Զապես ցուցադրություն, որ աշխարհում դեռ գեղեցկություն կա։ Երբ վերադարձան ներս, աղջիկները թվում էին մի փոքր ավելի քիչ մարած։ Դա դրամատիկ փոփոխություն չէր, բայց օդում ինչ-որ տարբեր բան կար։ Կեսօրին Էլենը պարզ գործողություններ առաջարկեց։ Ոչ թե պարտադրված խաղեր կամ ակնհայտորեն կառուցվածքային թերապևտիկ գործողություններ, այլ բնական բաներ։ Հագուստ ծալել, խոսելով ոչ մի առանձնահատուկ բանի մասին։ Գրապահարանի գրքերը դասավորել։ Տիկին Կարինեին օգնել հետճաշիկ պատրաստել։ Անահիտն առաջարկեց Էլենին ցույց տալ իր նկարները։ Նրանք գնացին նրա սենյակ, նա բացեց մռայլ պատկերներով լի տետր, անտեր ծառեր, առանց մարդկանց տներ, մոխրագույն երկինք։ Էլենը յուրաքանչյուր նկարը դիտեց անկեղծ ուշադրությամբ։ Դու շատ լավ ես նկարում, Անահիտ։ Այս ծառերը շատ գեղեցիկ ծուն են։ Նրանք տերներ չունեն, մրմնջաց աղջիկը։ Ճիշտ է։ Բայց գիտես, ես ինչ եմ մտածում, երբ տեսնում եմ անտեր ծառ։ Ես մտածում եմ, որ նա հանգստանում է։ Պատրաստվում է հաջորդ գարնանը, երբ նորից կանաչելու է։ Անահիտը խորհեց այդ խոսքերի շուրջ։ Կարծում ես։
Նրանք նորից տերներ կունենան։ Համոզված եմ։ Ծառերը շատ խելացի են։ Նրանք գիտեն, որ ձմռանից հետո միշտ գարուն է գալիս։ Երեկոյան, երբ Էլենը պատրաստվում էր գնալ, Սոնան ամաչկոտորեն մոտեցավ նրան։ «Դու վաղը կվերադառնաս», ցածրաձայն հարցրեց նա։ Արմենը զգաց, որ սիրտը արագացավ։ Իր կրտսեր դուստրը ամիսների ընթացքում առաջին անգամ ցանկություն էր հայտնում ինչ-որ մեկի ներկայության համար։ «Եթե դուք ուզենաք, որ ես վերադառնամ, ես կվերադառնամ», պատասխանեց Էլենը։ «Ես ուզում եմ», ասաց Սոնան։ «Ես էլ», մրմնջաց Լիլիթը։ Անահիտը պարզապես գլխով արեց, բայց դա բավարար էր։ Երբ Էլենը գնաց, Արմենը նրան ուղեկցեց մինչ դարպասը։ Արը կրկին մայր էր մտնում, բայց այս անգամ նա չզգաց օրվա վերջի մելամաղձությունից խեղդվելու զգացում։ «Ինչպես դա արեցիք», հարցրեց նա։ «Մեկ օրում իմ դուստրերն ավելի շատ խոսեցին, քան ամիսների ընթացքում»։ Էլենը պայուսակն ուղղեց ուսին։ «Ես պարզապես թույլ տվեցի նրանց երեխաներ լինել։ Տխուր, վիրավորված, բայց դեռ երեխաներ։ Նրանք կարիք չունեին բուժվելու, որպեսզի ուշադրության արժանանան։ Նրանք ուշադրության կարիք ունեին, որպեսզի կարողանային բուժվել»։ Արմենը մտորում էր այդ խոսքերի շուրջ, մինչ նրան հեռանալիս էր նայում։ Երբ վերադարձավ տուն, գտավ երեք աղջիկներին հյուրասենյակի բազմոցին նստած, միասին հեռուստացույց դիտելիս։ Նրանք դա չէին արել ավելի քան 1 տարի։ Անահիտը նայեց նրան, երբ նա ներս մտավ։ «Հայրիկ, կարծում ես, Էլենը իսկապես վաղը կվերադառնա»։ «Կարծում եմ, այո», պատասխանեց Արմենը ամիսների ընթացքում առաջին անգամ նստելով նրանց կողքին։ «Ձեզ դուր եկավ նա»։ «Նա մեզ չի խղճում», հանկարծ ասաց Լիլիթը, զարմացնելով բոլորին։ Դա առաջին ամբողջական նախադասությունն էր, որ նա ասում էր շաբաթների ընթացքում։ «Եվ նա չի ասում, որ մայրիկը երկնքում է, որ մենք պետք է ուրախ լինենք», ավելացրեց Սոնան։ Արմենը հասկացավ, որ իր դուստրերը նկատել էին մի բան, որը նա չէր նկատել։ Էլենը չէր փորձել նրանց մխիթարել սովորական դարձած արտահայտություններով կամ ստիպել նրանց ավելի լավ զգալ։ Նա պարզապես ընդունել էր նրանց ցավը որպես վավերական, այնուամենայնիվ մնացել էր մոտ։ Այդ գիշեր, երկար ժամ անց առաջին անգամ, երեք աղջիկները քնեցին առանց մղձավանջների։ Արմենն անցավ նրանց սենյակների դռների մոտով, տեսավ Անահիտին, քնած գրկած նկարչական տետրը, Լիլիթին, արջուկը դեմքին հենած, Սոնային, վերմակը միայն ոտքերը ծածկած, այլս ոչ ամբողջ մարմինը թաքցնող։ Դրանք փոքր, գրեթե աննկատ նշաններ էին, բայց կրում էին այն խոստումը, որ գուցե, միայն գուցե, իրենց ընտանիքը կարող էր գտնել կյանքին վերադառնալու ճանապարհը։ Արմենն այդ գիշեր պառկեց, մտածելով Մարինեի մասին։ Նրա հեռանալուց հետո առաջին անգամ կարողացավ հիշել նրա ծիծաղը, առանց միայն ցավ զգալու։ Կարողացավ պատկերացնել, որ նա ուրախ կլիներ, իմանալով, որ իր դուստրերն այսօր ժպտացել են, թեկուզ միայն մի քանի ակնթարթով։ Եվ երբ փակեց աչքերը, նա չերազեց կորուստների կամ զղջումների մասին։ Նա երազեց ծաղկող այգիների, իր տունը նորից լցնող երեխաների ձայների մասին։ Մի շաբաթ էր անցել Էլենի գալուց, տունն արդեն այլ կերպ էր շնչում։ Դա ամբողջական փոխակերպում չէր, բայց ամեն օր փոքրիկ հրաշքներ էին տեղի ունենում։ Սոնան վերադարձել էր ամբողջական նախադասությունը։ Ռով խոսելուն, Լիլիթն արջուկը կրում էր ավելի քիչ հուսահատությամբ, իսկ Անահիտը նկարել էր մի ծառ 3 փոքրիկ կանաչ բողբոջներով։ Արմենն այդ փոփոխությունները դիտում էր թեթացման վախի խառնուրդով։ Վախ, որ դա ժամանակավոր կլինի, վախ, որ իր դուստրերը կարող են հետընթաց ապրել, եթե Էլենը որոշի հեռանալ։ Նա կախվածության մեջ էր ընկել նորմալության այն պահերից, որոնք նա բերում էր իրենց առօրյա։ Այս հինգշաբթի առավոտյան Էլենը եկավ, ձեռքին 2 պայուսակ, որոնք սովորականից ավելի ծանր էին թվում։ Արմենը նրան դիմավորեց դռան մոտ, ինչպես սովորություն էր դարձել։ «Բարի լույս, պարոն Մելիքյան։ Աղջիկներն արդեն արթնացել են»։ Անահիտը, այո, նախաճաշում է։ Մյուս երկուսը դեռ հագնվում են։ Նա մի պահ վարանեց։ «Էլեն, կարող եմ ձեզ մի հարց տալ»։ Նա դադարեց պայուսակից իրերը դասավորելուց, ուշադիր նայեց նրան։ «Իհարկե։ Դուք վստահ եք, որ ճիշտ բան եք անում։ Այսինքն, ավելի լավ չէր լինի ավելի կառուցվածքային առօրյա պահպանել։ Հատուկ թերապևտիկ գործողություններ»։ Էլենը ժպտաց այն մեղմ ձով, որը Արմենը սկսում էր ճանաչել։
Պարոն Մելիքյան, ձեր դուստրերը գլուխկոտրուկներ չեն, որոնք պետք է հավաքվեն ճիշտ կտորները ճիշտ տեղում դնելով։ Նրանք փոքրիկ աղջիկներ են, որոնք պետք է հիշեն, որ աշխարհը դեռ կարող է անվտանգ վայր լինել։ Նախքան նրա պատասխանելը, Անահիտը վազելով հայտնվեց, վազելով ողջունելու Էլենին։ Սա առաջին անգամն էր, որ Արմենը տեսնում էր իր ավագ դստերը որե տեսակի շտապողականությամբ կամ խանդավառությամբ շարժվելիս։ Էլեն, բերել ես այն, ինչ խոստացել էիր։ Արմենը խոժոռվեց։ Ինչ խոստում։ Էլենը բացեց պայուսակներից մեկը, հանեց փոքրիկ կավե ծաղկամաններ, սերմերի փաթեթներ, դեղին ներկված մանրիկ ցնցուղ։ Ամեն ինչ բերել եմ։ Արածաղկի, ռեհանի, մաղադանոսի, նույնիսկ մի քանի ելակի սերմեր։ Այսօր տնկելու էինք, հարցրեց Անահիտը, աչքերը փայլում էին այնպես, ինչպես Արմենը 2 տարի չէր տեսել։ Եթե դու ուզենաս։ Եվ եթե քո քույրերն էլ ուզենան։ Կարծես լսել էին խոսակցությունը Լիլիթն ու Սոնան։ Հայտնվեցին սենյակում։ Լիլիթը դեռ գրկում էր արջուկը, բայց այլս նրանից կառչած չէր, կարծես փրկողակ լիներ։ Սոնան նորմալ քայլում էր, առանց այն կծկված կեցվածքի, որը ունենում է անհետանալ փորձող մեկը։ Ինչ են այս փոքրիկ բաները, հարցրեց Սոնան, մոտենալով ծաղկամաններին։ Սրանք ծաղկամաններ են, որ մենք սերմեր տնկենք, հպարտությամբ բացատրեց Անահիտը, կարծես թե փորձագետ լիներ այդ հարցում։ Էլենն ասաց, որ մենք կարող ենք մեր սեփական փոքրիկ այգին ստեղծել։ Լիլիթը նրբորեն դիպավ ծաղկամաններից մեկին։ Եվ նրանք իսկապես կաճ են։ Այո, կաճ են, պատասխանեց Էլենը։ Բայց միայն եթե մենք սիրով խնամենք։ Ամեն օր ջրենք, արի տակ դնենք, նրանց հետ խոսենք։ Խոսենք, հարցրեց Սոնան, զվարճանալով։ Իհարկե։ Բույսերը սիրում են քնքուշ ձայներ լսել։ Դա նրանց ստիպում է ավելի գեղեցիկ աճել։ Արմենը դիտում էր տեսարանը, փորձելով հասկանալ, թե ինչպես էր Էլենը կարողացել այգեգործական գործունեությունը վերածել մի բանի, որը կախարդական էր թվում իր դուստրերի համար։ Նրանք տեղավորվեցին հետի պատշգամբում, որտեղ փայտե սեղան կար, որը Մարինեն օգտագործում էր ձեռագործության համար։ Տիկին Կարինեն հին սրբիչներ բերեց, սեղանը ծածկելու համար, ջրով դույլ։ Էլենը աղջիկներին ցույց տվեց, թե ինչպես հող լցնել ծաղկամանների մեջ, մատով փոքրիկ փոսեր անելով սերմերի համար։ Շտապողականություն չկար, ամեն ինչ կատարյալ անելու ճնշում չկար։ Պարզապես 3 աղջիկներ էին, որոնք խաղում էին հողի մեջ մի մեծահասակի հետ, որը նրանց պես հիացած էր թվում։ Մայրիկս ասում էր, որ մենք պետք է երազանք պահենք, երբ սերմ ենք տնկում, հանկարծ ասաց Անահիտը։ Արմենը կրծքում սեղմոց զգաց։ Սա առաջին անգամն էր, որ նա ինքնաբերաբար հիշատակում էր Մարինեին, առանց լաց լինելու։ Ինչպիսի։ Երազանք, հարցրեց Էլե։ Լավ երազանք։ Որ բույսն ուժեղ աճի, որ մենք ուրախանանք, երբ տեսնենք նրա աճը։ Լիլիթը դադարեց հողի հետ խառնվելուց նայեց ավագ քրոջը։ Ես էլ կարող եմ երազանք պահել։ Կարող ես։ Յուրաքանչյուրս մեր երազանքը կպահենք։ Սոնան իր առաջին արածաղկի սերմը տնկեց շատ զգուշորեն, կարծես թանկարժեք քար լիներ։ Հետո փակեց աչքերը, ինչ-որ բան շշնջաց, որը ոչ ոք չկարողացավ լսել։ Ինչ երազանք պահեցիր, Սոնա, հարցրեց Անահիտը։ Չեմ կարող ասել, թե չի կատարվի, լրջորեն պատասխանեց փոքրիկը։ Արմենը մի փոքր հեռացավ, խոհանոցից ջուր բերելու, բայց իրականում նրան մի պահ էր պետք ուշքի գալու համար։ Տեսնելով, թե ինչպես են իր դուստրերը ապագայի համար պլաններ կազմում, թեկուզ միայն մի բույսի աճը տեսնելու համար, նրան խորապես հուզում էր։ Երբ վերադարձավ, Էլենը աղջիկներին պատմում էր տարբեր տեսակի բույսերի մասին, որոնք աճեցրել էր իր կյանքի ընթացքում։ Ես աճեցրել եմ ամեն ինչ, հազարից մինչ վարդի թուփ։ Յուրաքանչյուր բույս իր բնավորությունն ունի։ Ոմանք ավելի քմահաճ են, մյուսները շատ հեշտ խնամվող։ Ինչպես է։ Սովորել այդ ամենը, հարցրեց Լիլիթը։ Էլենը մի կարճ պահ վարանեց, Արմենը նորից նկատեց այն ստվերը, որն անցավ նրա աչքերով։ Սովորել եմ մայրիկիցս, իսկ հետո սովորեցրել եմ դստերս։ Աղջիկները ինչ-որ բան որսացին Էլենի ձայնում, տոնի նուրբ փոփոխություն։ Դու դուստր ունես, հարցրեց Անահիտը։ Ես ունեցել եմ, մեղմորեն պատասխանեց Էլենը։ Նրա անունը Նարե էր։ Հաջորդած լռությունը անհարմար չէր, այլ հարգալից։
Արմենը տեսավ, թե ինչպես են իր դուստրերը մշակում տեղեկատվությունը մի հասունությամբ, որը միշտ զարմացնում էր նրան։ Կորուստների միջով անցած երեխաները հատուկ զգայունություն են զարգացնում ուրիշների ցավի նկատմամբ։ Նա էլ էր բույսեր սիրում, հարցրեց Սոնան։ Էլենը ժպտաց, բայց Արմենը կարողացավ տեսնել, որ արցունքներ են գոյանում նրա աչքերում։ Պաշտում էր։ Հատկապես արածաղիկներ։ Ասում էր, որ դրանք փոքրիկ արների նման են, որոնք մենք կարող ենք տնկել։ Անահիտը նայեց Սերմին, որը հենց նոր էր տնկել։ Ուրեմն, երբ մեր արածաղիկը մեծանա, կարծես նրա մի մասնիկն այստեղ լինի մեզ հետ։ Աղջկա խոսքերը տեսանելիորեն հուզեցին Էլենին։ Նա ստիպված էր շրջվել, զգուշորեն սրբելու աչքերը։ Կարծում եմ, հենց այդպես էլ կլինի, համաձայնեց նա խեղդված ձայնով։ Արմենը զգաց, որ հուզմունքի ալիք է պատում իրեն։ Իր դուստրերը, որոնք շաբաթներ առաջ ունակ չէին որևէ բան զգալու, բացի տխրությունից, մխիթարություն էին առաջարկում մեկ ուրիշին։ Նրանք հիշում էին, թե ինչպես քնքշություն ցուցաբերել։ Առավոտվա մնացած մասն արագ անցավ։ Աղջիկները տնկեցին 4 տարբեր տեսակի սերմեր, չափազանց զգուշությամբ ջրեցին ծաղկամանները, ընտրեցին պատշգամբի լավագույն տեղը, դրանք արի տակ թողնելու համար։ Ճաշի ընթացքում, ամիսների ընթացքում առաջին անգամ սեղանի շուրջ աշխույժ խոսակցություններ էին։ Երեքն էլ խոսում էին իրենց բույսերի մասին, պլաններ էին կազմում, թե երբ դրանք կաճեն, քննարկում էին արածաղիկներին տալու անունները։ Իսկ եթե մենք իսկական այգի ստեղծենք դրսում, առաջարկեց Լիլիթը։ Հենց այնտեղ, որտեղ մայրիկը վարդերն էր տնկել։ Արմենը քիչ մնաց խեղդվեր։ Դուստրն առաջարկում էր ձեռք տալ Մարինեի այգուն, մի բան, որը նա համարում էր անձեռնմխելի։ Էլենը նկատեց նրա վարանումը։ Ինչ եք կարծում, պարոն Մելիքյան։ Հնարավոր կլիներ։ Բոլոր 3 աղջիկները նայեցին նրան սպասումով։ Արմենը հայտնվեց հուզա։ Կան խաչմերուկում։ Մի մասը ուզում էր պահպանել այգին ճիշտ այնպես, ինչպես Մարինեն էր թողել, որպես մի տեսակ հուշարձան։ Բայց մյուս մասը, մի մաս, որն աճում էր ամեն օր Էլենի ներկայությամբ, ուզում էր տեսնել, թե ինչպես են իր դուստրերը նոր հիշողություններ ստեղծում։ Կարծում եմ, որ մայրիկը ուրախ կլիներ, տեսնելով, թե ինչպես եք դուք խնամում իր այգին, վերջապես ասաց նա։ Ժպիտը, որը Անահիտը նրան տվեց, առաջին անկեղծ լիարժեք ժպիտն էր, որ նա տեսնում էր նրանից Մարինեի մահից հետո։ Լիլիթը ծափ տվեց, իսկ Սոնան ցատկոտեց աթոռի վրա։ Կարող ենք վաղը սկսել, հարցրեց Անահիտը։ Կարող ենք, համաձայնեց Էլենը։ Բայց նախ եկեք տեսնենք, թե ինչպես են մեր ծաղկամանները։ Կեսօրին Էլենը մի այլ բան առաջարկեց։ Ասաց, որ ուզում է ավելի լավ ծանոթանալ ընտանիքի պատմությանը, հասկանալ, թե ինչպիսին էր նրանց կյանքը կորստից առաջ։ Արմենը դժկամություն ցուցաբերեց, անցյալի մասին խոսելը ցավոտ էր, բայց աղջիկները ոգորված էին մոր մասին պատմելու համար։ Նրանք նստեցին հյուրասենյակում, Անահիտը բերեց լուսանկարների ալբոմներ։ Էլենը զգուշությամբ թերթում էր էջերը, հարցեր տալով յուրաքանչյուր գրանցված պահի մասին։ Մայրիկը շատ զվարճալի էր, պատմեց Սոնան։ Նա տարբեր ձայներ էր անում, երբ մեզ համար պատմություններ էր կարդում։ Եվ նա գիտեր, թե ինչպես պատրաստել աշխարհի լավագույն շոկոլադե տո։ Ռթ ավելացրեց Լիլիթը։ Ձեզ սովորեցրել է բաղադրատոմսը, հարցրեց Էլենը։ Աղջիկները իրար նայեցին։ Մենք երբեք չենք փորձել մենակ պատրաստել, խոստովանեց Անահիտը։ Արմենը հասկացավ, որ նրանք ամբողջությամբ լքել էին այն ավանդույթները, որոնք Մարինեն հաստատել էր։ Քնելուց առաջ պատմությունները, տնական ծննդյան տորթերը, այգեգործության կեսօրները։ Ամեն ինչ ընդհատվել էր, երբ նա հեռացավ, կարծես այդ բաները չէին կարող գոյություն ունենալ առանց նրա։ Կարծում եք, կցանկանայիք մի օր փորձել պատրաստել մայրիկի տորթը, առաջարկեց Էլենը։ Բայց եթե նույնը չստացվի, անհանգստությամբ հարցրեց Սոնան։ Էլենն առաջ թեքվեց, բռնեց աղջկա փոքրիկ ձեռքը։ Սոնա, պետք չէ, որ նույնը ստացվի։ Պետք է, որ սիրով պատրաստված լինի։ Եվ համոզված եմ, որ դուք երեքդ էլ շատ լավ գիտեք, թե ինչպես սիրով բաներ անել։ Արմենը հիացմունքով դիտում էր խոսակցությունը։ Էլենը նկատել էր մի բան, որը նա չէր նկատել։ Իր դուստրերը դադարել էին անել այն բաները, որոնք նրանց կապում էին Մարինեի հետ, վախենալով, որ չեն կարողանալ ճիշտ ծովը անել։ Էլենը նրանց ցույց էր տալիս, որ կարևորը կատարելությունը չէ, այլ մտադրությունը։
Երեկոյան, երբ Էլենը պատրաստվում էր գնալ, Անահիտը մոտեցավ նրան ծալված թղթով։ «Սա քեզ համար է», ամաչկոտորեն ասաց նա։ Էլենը բացեց թուղթը, գտավ մի նկար։ Երկու կին, 3 աղջիկ ծաղիկներով լի այգում։ Կանանցից մեկը երկար, մուգ մազեր ուներ, ակնհայտորեն ներկայացնում էր Մարինեին։ Մյուսը շագանակագույն մազեր ուներ, կոկոնով հավաքված Էլենը։ 3 աղջիկները ժպտում էին, իսկ երկնքում մեծ, դեղին ար կար։ «Շատ գեղեցիկ է, Անահիտ։ Կարող եմ հարցնել, թե ովքեր են մարդիկ նկարում»։ «Դու, մենք մայրիկը», բացատրեց աղջիկը։ Մտածեցի, որ նա կցանկանար ծանոթանալ քեզ հետ։ Արմենը զգաց, կարծես ինչ-որ մեկը հարվածեց իր ստամոքսին։ Դստեր նկարը ցույց էր տալիս մի ընտանիք, որտեղ մահացած մայրը կենդանի դայակը ներդաշնակորեն գոյակցում էին։ Դա մի երեխայի տեսլական էր, որը փորձում էր իր նոր իրականությունը ինտեգրել իր հիշողությունների հետ։ Էլենը ծնկի իջավ Անահիտի բարձրությանը։ «Շնորհակալություն։ Ես այս նկարը հավերժ կպահեմ։ Եվ գիտես էլ ինչ։ Ես էլ եմ կարծում, որ շատ կցանկանայի ծանոթանալ քո մոր հետ»։ Երբ Էլենը գնաց, Արմենը նրան ուղեկցեց մինչ դարպասը, ինչպես սովորաբար։ Բայց այս անգամ նա պետք է մի հարց տար, որը նրան տանջում էր։ «Էլեն, կարող եմ իմանալ, թե ինչ է պատահել»։ «Ձեր դստեր հետ»։ Նա կանգնեց, շրջվեց դեպի նա։ Երկար պահ լուռ մնաց, կարծես թե որոշում էր, թե որքանով կարող է կիսվել։ Նարեն 6 տարեկան էր, երբ հիվանդացավ։ Արյան հիվանդություն, որը մենք չկարողացանք հաղթել։ 2 տարի պայքարեցինք, ամեն ինչ փորձեցինք, բայց… Նրա ձայնը դողաց։ Արմենը խորը կապ զգաց նրա ցավի հետ։ «Ցավում եմ։ Չեմ կարող պատկերացնել, թե որքան դժվար է եղել։ Երկար ժամանակ ես մտածում էի, որ ձախողել եմ նրա հարցում։ Որ եթե ինչ-որ բան այլ կերպ անեի, ավելի լավ մայր լինեի»։ Էլենը սրբեց մի արցունք, որը դուրս էր պրծել։ Տարիներ պահանջվեցին հասկանալու համար, որ երբեմն մենք չենք կարող փրկել նրանց, ում սիրում ենք։ Բայց մենք կարող ենք պատվել նրանց հիշատակը, օգնելով ուրիշներին։ Այդ պատճառով դուք այստեղ եք։ Այդ պատճառով ես այստեղ եմ։ Արմենը դիտում էր, թե ինչպես է Էլենը հեռանում Դավթաշենի ծառապատ փողոցով։ Հիմա նա հասկանում էր նրա անդորրը, անվերջ համբերությունը իր դուստրերի նկատմամբ։ Էլենը ոչ միայն խնամում էր 3 տրավմայի ենթարկված աղջիկների։ Նա կատարում էր մի լուր խոստում իր սեփական դստերը։ Երբ վերադարձավ տուն, գտավ 3 աղջիկներին պատշգամբում, ջրում էին ծաղկամանները, թե Էլենն ասել էր, որ օրը մեկ անգամը բավարար է։ «Հայրիկ, կարծում ես Նարեն կարող է տեսնել մեր արածաղիկները, որտեղ որ նա կա», հարցրեց Սոնան։ Հարցը անակնկալի բերեց Արմենին։ «Կարծում եմ, այո», պատասխանեց նա մի պահ անց։ «Կարծում եմ, նա շատ ուրախ կլիներ, տեսնելով, թե ինչպես եք դուք խնամում բույսերը։ Եվ մայրիկն էլ», ավելացրեց Լիլիթը։ Արմենը նստեց նրանց կողքի աթոռին, առաջին անգամ։ Թույլ տալով իրեն ակտիվորեն մասնակցել խնամքի առօրյային, որը Էլենը հաստատել էր։ «Ես էլ եմ այդպես կարծում», համաձայնեց նա։ «Կարծում եմ, երկուսն էլ շատ հպարտ են ձեզնով»։ Այդ գիշեր Արմենը քնեց, մտածելով, թե որքան տարօրինակ է, որ մի կին, որն այդքան շատ բան էր կորցրել, կարող էր իր դուստրերին սովորեցնել նորից հույս գտնել։ Եվ Մարինեի մահից հետո առաջին անգամ նա կարողացավ պատկերացնել մի ապագա, որտեղ իր ընտանիքը նորից երջանիկ կլիներ։ Ոչ թե նախկին երջանկությունը, դա հավերժ գնացել էր։ Այլ մի նոր երջանկություն, որը կառուցված էր այն բանի հիմքի վրա, ինչ նրանք կորցրել էին, այն բանի, ինչ սովորել էին գնահատել։ 3 շաբաթ էր անցել, ինչ Էլենը մտել էր Մելիքյանների ընտանիքի կյանք, փոխակերպումը տեսանելի էր տան ամեն անկյունում։ Պատշգամբի ծաղկամաններն արդեն ցույց էին տալիս իրենց առաջին կանաչ բողբոջները, աղջիկները ամեն առավոտ կրոնական ակնածանքով այցելում էին դրանց, նորություններ պատմելով իրենց բույսերին, կարծես դրանք ընտանի կենդանիներ լինեին։ Արմենը խոհանոցում սուրճ էր խմում, երբ լսեց մի բան, որ ըստ իպեց նրան կանգ առնել շարժման մեջ։ Ծիծաղ։ Իսկական ծիծաղ, բյուրեղյա ազատ, որը գալիս էր հետի այգուց։ Նա մոտեցավ պատուհանին, տեսավ մի տեսարան, որին 2 տարի ականատես չէր եղել։ Անահիտը, Լիլիթը, Սոնան ծնկաչոք հողի վրա էին, ձեռքերը կեղտոտ դեմքներին հսկայական ժպիտներ, օգնում էին Էլենին մաքրել մի ծաղկաթումբ։ Նրանք այն մարած լուռ երեխաները չէին, որոնց նա սովորել էր տեսնել։
Նրանք սովորական աղջիկներ էին, խաղում էին, միաժամանակ խոսում, վիճում, թե որտեղ տնկել յուրաքանչյուր տնկին։ Հայրիկ։ Արի տես, բղավեց Սոնան, երբ նրան նկատեց պատուհանի մոտ։ Արմենը դուրս եկավ տնից, քայլեց դեպի այնտեղ, որտեղ նրանք էին։ Այգին ամբողջությամբ փոխակերպվել էր։ Մոլախոտերը հեռացվել էին, խոտը հնձված էր, նոր, կազմակերպված ծաղկաթմբեր էին ձավորվում։ Էլենը կարողացել էր պահպանել Մարինեի սկզբնական բույսերը, միաժամանակ տեղ ստեղծելով նոր հավելումների համար։ Տես, թե ինչ ենք գտել, ասաց Լիլիթը, մատնացույց անելով մի վարդի թուփ, որը թաքնված էր 4 ճյուղերի տակ։ Էլենն ասաց, որ նա պարզապես քնած էր։ Արմենը մոտեցավ վարդի թփին։ Մարինեն այդ հատո։ Ուկ տնկին տնկել էր ամուսնության առաջին տարում։ Դա նրա սիրելին էր, մի կարմիր վարդ, որը տարին 2 անգամ ծաղկում էր։ Այն անհետացել էր վայրի բուսականության տակ, Արմենը ենթադրել էր, որ այն մահացել է։ Նա նորից կծաղկի, հարցրեց նա, նրբորեն դիպչելով էտված ճյուղերին։ Այո, կծաղկի, համոզված պատասխանեց Էլենը։ Երբեմն բույսերը պետք է դժվար ժամանակաշրջան անցնեն, նախքան նորից ծաղկելը։ Բայց երբ վերադառնում են, սովորաբար ավելի գեղեցիկ են դառնում։ Արմենը հասկացավ, որ նա ոչ միայն վարդի թփի մասին էր խոսում։ Եվ տես սա, բացականչեց Անահիտը, վազելով դեպի այգու մի անկյուն, որտեղ փոքրիկ բանջարանոց կար։ Մենք լոլիկ, հազար այն խոտաբույսերն ենք տնկել, որոնք մայրիկը սիրում էր։ Ռեհան, մաղադանոս կանաչ սոխ, հպարտությամբ լրացրեց Լիլիթը։ Սոնան քաշեց Արմենի ձեռքը։ Արի տես մեր հատուկ նախագիծը։ Նա նրան տարավ դեպի այգու կենտրոնում գտնվող մի շրջանած ծաղկաթումբ, որտեղ տնկված էր մի փոքրիկ ծառ, որը Արմենը չճանաչեց։ Թթենի է, բացատրեց Էլենը։ Աղջիկներն ընտրեցին, որովհետև ասացին, որ իրենց մայրը պաշտում էր թութ։ Արմենը զգաց, որ աչքերը լցվում են։ Մարինեն իսկապես պաշտում էր թութ։ Միշտ խոսում էր այգում ծառ տնկելու մասին, բայց երբեք ժամանակ չէր ունեցել։ Որքան ժամանակ է պետք, որ այն պտուղ տա, հարցրեց Անահիտը։ Մի քանի տարի, պատասխանեց Էլենը։ Բայց երբ սկսի տալ, ամեն տարի թութ կտա։ Դա կլինի նվերի պես, որը շարունակում է գալ։ Արմենը հասկացավ ընտրության հետում թաքնված իմաստությունը։ Էլենը իր դուստրերին սովորեցնում էր մտածել ապագայի մասին, երկարաժամկետ պլաններ կազմել։ Հավատալ, որ կլինի մի քանի տարի հետո, որտեղ նրանք այնտեղ կլինեն, պտուղները հավաքելու համար։ Տիկին Կարինեն հայտնվեց խոհանոցի դռան մոտ։ Պարոն Մելիքյան, ձեզ զանգահարում են։ Բժիշկ Կարապետյանն է։ Արմենը վարանեց։ 3 շաբաթ էր, ինչ աղջիկներին բժշկի չէր տարել։ Չեղարկել էր վերջին գրանցումները, որովհետև նրանք այնքան լավ էին թվում, որ չէր ուզում ռիսկի դիմել, ընդհատելու առաջընթացը։ Կարող եք ասել, որ ես կհետզանգեմ, խնդրեց նա։ Նա ասաց, որ կարող է։ Աղջիկների հետազոտությունների վերաբերյալ։ Արմենը անհանգստության խայթոց զգաց։ Ինչ հետազոտություններ։ Նա վերջերս ոչ մի հետազոտության թույլտվություն չէր տվել։ Էլենը նկատեց նրա անհանգստությունը։ Գնացեք պատասխանեք։ Մենք այստեղ կշարունակենք։ Արմենը տուն մտավ արագացած սրտով։ Բժիշկ Կարապետյանը երբեք չէր զանգահարում, եթե լուրջ բան չլիներ։ Բժիշկ Կարապետյան։ Արմեն Մելիքյանն է։ Արմեն, ուրախ եմ ձեզ հետ խոսելու համար։ Տեսեք, ես զանգահարել եմ, որովհետև անհանգստացած եմ։ Դուք բաց եք թողել վերջին 3 գրանցված այցելությունները։ Ինչպե՞ս են աղջիկները։ Արմենը թեթացած շունչ քաշեց։ Դա բժշկական արտակարգ իրավիճակ չէր։ Բժիշկ, անկեղծ ասած, նրանք շատ ավելի լավ են։ Ես նոր դայակ եմ վարձել։ Արմեն, բժշկի ձայնը լրջացավ։ Ես գիտեմ, որ դուք փորձում եք օգնել ձեր դուստրերին, բայց մենք չենք կարող ընդհատել բժշկական հսկողությունը։ Նրանց վիճակը շատ ծանր էր։ Մենք պետք է հետենք, որպեսզի հետընթաց չլինի։ Բայց բժիշկ, նրանք նորմալ ուտում են, քնում են առանց մղձավանջների, խոսում են, խաղում։ Արմեն, դուք բժիշկ չեք։ Կարող են լինել նշաններ, որոնք դուք չեք նկատում։ Ես պետք է այս շաբաթ զննեմ աղջիկներին։ Կվերագրանցեմ ուրբաթ օրվա համար։
Արմենը պատուհանից նայեց, տեսավ իր դուստրերին ծաղիկներ տնկելիս, աշխույժ խոսելիս, նորմալ առողջ երեխաների տեսք ունենալիս։ Լավ, բժիշկ։ Ուրբաթ օրը։ Երբ անջատեց հեռախոսը, զգաց, կարծես մի մութ ամպ անցավ արոտ օրվա վրայով։ Իսկ եթե բժիշկ Կարապետյանը ինչ-որ սխալ բան գտնի։ Իսկ եթե որոշի, որ Էլենը որակավորված չէ աղջիկներին խնամելու համար։ Իսկ եթե խորհուրդ տա հոսպիտալացում կամ դեղամիջոցներ, որոնք նրանց հետ ընթացի կբերեն։ Արմենը վերադարձավ այգի, փորձելով թաքցնել իր անհանգստությունը, բայց Էլենն անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Ամեն ինչ լավ է, զգուշորեն հարցրեց նա, մինչ աղջիկները զբաղված էին, ընտրելով, թե որտեղ տնկել արածաղկի տնկիները։ Աղջիկների բժիշկը ուզում է նրանց տեսնել ուրբաթ օրը։ Ես անհանգստացած եմ, թե նա ինչ կմտածի այս ամենի մասին։ Էլենը հասկացողությամբ գլխով արեց։ Դուք վախենում եք, որ նա չի հավանի այն մեթոդները, որոնք մենք օգտագործում ենք։ Ես վախենում եմ, որ նա կուզենա ինչ-որ բան փոխել։ Աղջիկները հիմա այնքան լավ են։ Արմեն, Էլենն առաջին անգամ օգտագործեց նրա անունը, ինչը զարմացրեց նրան։ Անկախ նրանից, թե ինչ կասի բժիշկը, այն առաջընթացը, որ ձեր դուստրերն արձանագրել են, իրական է։ Ոչ ոք չի կարող դա նրանցից խլել։ Բայց եթե նա ուզենա նրանց հոսպիտալացնել, կամ ծանր դեղամիջոցներ նշանակի, այդ դեպքում դուք դժվար որոշում կունենաք կայացնելու։ Բայց հիշեք, դուք նրանց հայրն եք։ Վերջնական որոշումը ձերն է։ Արմենը դիտում էր, թե ինչպես է Անահիտը բացատրում Լիլիթին, թե ինչպես տնկել արածաղկի սերմերը ճիշտ խորության վրա։ Սոնան մի երգ էր մեղմ երգում, որը սովորել էր Էլենից, մինչ ջրում էր նոր ծաղկաթմբերը։ Դրանք նորմալության տեսարաններ էին, որոնք նա կարծում էր, թե այլս երբեք չի տեսնի։ Էլեն, կարող եմ ձեզ մի անձնական հարց տալ։ Նա դադարեց հողի հետ խառնվելուց նայեց նրան։ Իհարկե։ Դուք ձեր դստերը շատ բժիշկների տարել եք։ Նրա հիվանդության ընթացքում։ Էլենը մի պահ փակեց աչքերը, կարծես թե պատրաստվում էր սուզվել ցավոտ հիշողությունների մեջ։ Ես նրան տարել եմ բոլոր հնարավոր բժիշկների մոտ։ Արել եմ բոլոր բուժումները, որոնք խորհուրդ են տվել։ Հետել եմ բոլոր արձանագրություններին։ Նրա ձայնը ցածրացավ։ Եվ, այնուամենայնիվ, դա բավարար չէր։ Դուք որևէ բանի համար զղջում եք։ Էլենը երկար պահ լուռ մնաց, դիտելով աղջիկների խաղը։ Ես զղջում եմ, որ այդքան շատ ժամանակ եմ անցկացրել հիվանդանոցներում, որ մոռացել եմ ապրել այն լավ պահերը, որոնք դեռ ունեինք։ Ես զղջում եմ, որ այդքան շատ եմ կենտրոնացել հիվանդության վրա, որ դադարել եմ տեսնել երեխային։ Նա ուղիղ նայեց Արմենին։ Ձեր դուստրերը հիվանդ չեն, Արմեն։ Նրանք վիրավորված են։ Իսկ վերքերը բուժվում են սիրով, ժամանակով, համբերությամբ։ Նրա խոսքերը խորապես հուզեցին Արմենին։ Մարինեի մահից հետո ամիսների ընթացքում նա իր դուստրերին վերաբերվում էր, կարծես նրանք մահամերձ հիվանդներ լինեին, ոչ թե սքի մեջ գտնվող երեխաներ, որոնք քնքշության կարիք ունեին։ Կեսօրին Էլենը մի բան առաջարկեց, որը զարմացրեց բոլորին։ Խնջույք կազմակերպել այգում։ Տիկին Կարինեն սենդվիչներ, բնական հյութ մի քանի միրգ պատրաստեց։ Նրանք վանդակավոր սփռոց փռեցին թթենու տակ, բոլորը միասին նստեցին։ Դա մի տեսարան էր, որը հիշեցնում էր այն խնջույքները, որոնք Արմենն ու Մարինեն սովորաբար կազմակերպում էին աղջիկների հետ ամուսնության առաջին տարիներին։ Բայց այս անգամ, տխրություն բերելու փոխարեն, հիշողությունը բերեց շարունակականության զգացում, կարծես թե նրանք պատվում էին անցյալը, միաժամանակ նոր բան կառուցելով։ Էլեն, հանկարծ ասաց Անահիտը, դու կարող ես ընդմիշտ այստեղ ապրել։ Հարցը բոլորին անակնկալի բերեց։ Արմենը զգաց, որ սիրտը արագացավ։ Նա չէր մտածել, թե ինչ կլինի, երբ Էլենը որոշի, որ իր աշխատանքն այնտեղ ավարտված է։ Էլենը ժպտաց, բայց Արմենը նրա աչքերում վարանում նկատեց։ Ես կմնամ, քանի դեռ դուք իմ կարիքն ունեք, զգուշորեն պատասխանեց նա։ Բայց ինչպես իմանանք, երբ այլս կարիք չունենանք, հարցրեց Լիլիթը։ Կարծում եմ, դուք կիմանաք։ Երբ ձեզ բավականաչափ ուժեղ զգաք, մենակ այգին խնամելու, իրար խնամելու, ձեր հորը խնամելու համ։ Սոնան ծիծաղեց։ Մենք արդեն հորը խնամում ենք։ Երեկ ես նրան հիշեցրի, որ ատամները լվանա։ Արմենը ժպտաց։ Ճիշտ էր։
Վերջին օրերին իր դուստրերը նորից սկսել էին իր նկատմամբ անհանգստություն ցուցաբերել, իրեն ներառել իրենց գործունեության մեջ, իրեն վերաբերվել որպես հոր, ոչ թե որպես հեռավոր սքի մեջ գտնվող կերպարի։ Իսկ ինչ ես անելու, երբ այստեղից գնաս, հարցրեց Անահիտը։ Էլենը մտախոհ դարձավ։ Ես կփնտրեմ այլ ընտանիքներ, որոնք օգնության կարիք ունեն։ Այլ երեխաներ, որոնք մոռացել են, թե ինչպես ժպտալ։ Արմենը խանդի խայթոց զգաց, պատկերացնելով Էլենին այլ երեխաների խնամելիս նույն նվիրումով, որը նա նվիրում էր իր դուստրերին։ Բայց մեզ կարող ես այցելել, հարցրեց Սոնան։ Իհարկե կարող եմ։ Եվ դուք կարող եք ինձ բույսերի լուսանկարներ ուղարկել, որ տեսնեմ, թե ինչպես են աճում։ Երբ արը սկսեց մայր մտնել, նրանք հավաքեցին խնջույքի իրերը։ Աղջիկները վազեցին տուն, լոգանք ընդունելու, թողնելով Արմենին Էլենին մենակ այգում։ Էլեն, ես պետք է ձեզ մի բան ասեմ։ Նա դադարեց սփռոցը ծալելուց ուշադիր նայեց նրան։ Ես չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնել ձեզ այն բանի համար, ինչ դուք արեցիք մեզ համար։ 3 շաբաթում դուք իմ ընտանիքը վերադարձրիք ինձ։ Ձեր ընտանիքը միշտ այստեղ է եղել, Արմեն։ Դուք պարզապես պետք է հիշեիք, թե ինչպես նորից կապվել։ Արմենը վարանեց, հետո որոշեց լինել լիովին անկեղծ։ Ես վախենում եմ, երբ դուք կգնաք, որ նրանք հետընթաց կապրեն, որ ես չեմ կարողանա պահպանել։ Սա, նա շարժումով ցույց տվեց ծաղկած այգին, տունը, որը նորից կյանք էր ստացել։ Էլենը մոտեցավ նրան։ Արմեն, նայեք ձեր դուստրերին այսօր։ Իսկապես նայեք նրանց։ Նրանք այլս այն աղջիկները չեն, որոնց ես ճանաչեցի 3 շաբաթ առաջ։ Նրանք աճել են, ուժեղացել։ Եվ դուք նույնպես։ Ես ինձ ուժեղ չեմ զգում։ Դուք այսօր այգում էիք նրանց հետ։ Մասնակցում էիք, ծիծաղում, պլաններ կազմում։ Երբ էր վերջին անգամ, որ դա տեղի է ունեցել իմ գալուց առաջ։ Արմենը հասկացավ, որ նա ճիշտ էր։ Նա ամիսներ շարունակ իր դուստրերին հեռվից էր դիտել, կարծես նրանք փխրուն արարածներ լինեին, որոնք կարող էին կոտրվել, եթե նա շատ մոտենար։ Էլենը նրան սովորեցրել էր, որ նրանք իր ներկայության կարիքն ունեն, ոչ թե պաշտպանության։ Իսկ եթե բժիշկը ուզենա ամեն ինչ փոխել, այդ դեպքում դուք կպաշտպանեք այն, ինչը լավագույնն է ձեր դուստրերի համար։ Դուք նրանց հայրն եք, Արմեն։ Դուք նրանց ավելի լավ եք ճանաչում, քան ցանկացած բժիշկ։ Այդ գիշեր Արմենը աղջիկներին քնեցրեց 2 տարվա մեջ առաջին անգամ։ Դա մի առօրյա էր, որը Մարինեն միշտ արել էր, որ նա լքել էր նրա մահից հետո, թողնելով դայակներին բուժքույրերին։ Բայց այսօր երեքն էլ հատուկ խնդրեցին, որ նա պատմություն պատմի։ Արմենը նստեց Անահիտի մահճակալին, Լիլիթն ու Սոնան սեղմված էին ավագ քրոջ կողքին։ Ինչ պատմություն եք ուզում լսել։ Պատմիր կախարդական ծաղիկներ տնկող արքայադստեր մասին, խնդրեց Սոնան։ Արմենը խոժոռվեց։ Ես այդ պատմությունը չգիտեմ։ Էլենն է մեզ պատմել, բացատրեց Լիլիթը։ Բայց ուզում ենք լսել, թե դու ինչպես ես պատմում։ Արմենը համապատրաստից մի պատմություն հորինեց մի արքայադստեր մասին, որը կորցրել էր իր թագավորությունը չար կախարդի պատճառով, բայց հայտնաբերել էր, որ կարող է վերանվաճել այն, տնկելով ծաղիկներ, որոնք ուրախություն էին վերադարձնում մարդկանց։ Դա պարզ պատմություն էր, բայց լի խորհրդանշականությամբ, որը նրա դուստրերն ինտուիտիվորեն հասկացան։ Երբ ավարտեց, Անահիտը նրան ամուր գրկեց։ Հայրիկ, Էլենը պատմության արքայադստեր նման է։ Նա մեզ համար կախարդական ծաղիկներ բերեց։ Արմենը համբուրեց դստեր ճակատը։ Եվ դուք այն արքայադուստրերն եք, որոնք սովորեցին տնկել իրենց սեփական կախարդական ծաղիկները։ Երբ դուրս եկավ նրանց սենյակից, Արմենն իրեն ավելի շատ հայր զգաց, քան երկար ժամանակ զգացել էր։ Էլենը հյուրասենյակում էր, դասավորում էր իր պայուսակը, գնալու համար։ Շնորհակալություն, պարզապես ասաց նա։ Ինչի՞ համար։ Ինձ սովորեցնելու համար նորից իմ դուստրերի հայրը լինել։ Էլենը ժպտաց։ Դուք միշտ նրանց հայրն եք եղել, Արմեն։ Պարզապես կորած էիք ձեր սեփական ցավի մեջ։ Երբ նա գնաց, Արմենը մնաց պատշգամբում, դիտելով այգին լուսնի լույսի տակ։ Վաղը կլիներ հայտնագործություններիս 1 օր, աճիս 1 օր։ Իսկ ուրբաթ օրը նա պետք է դիմակայեր բժիշկ Կարապետյանին, պաշտպաներ այն նոր կյանքը, որը նրանք միասին կառուցել էին։
Բայց երկար ժամանակ անց առաջին անգամ Արմենն իրեն պատրաստ էր զգում պայքարելու իր ընտանիքի երջանկության համար։ Ուրբաթ օրը լարվածությամբ լի եկավ։ Արմենը վատ էր քնել, պատկերացնելով բժիշկ Կարապետյանի հետ խորհրդատվության բոլոր հնարավոր սցենարները։ Էլենը նկատեց նրա նյարդայնությունը, առաջարկեց, որ աղջիկները հագնեն իրենց սիրելի հագուստները, կարծես հատուկ իրադարձություն լիներ, ոչ թե բժշկական այց։ Անահիտն ընտրեց մի կապույտ զգեստ, որը Մարինեն գնել էր նրա համար վերջին ծննդյան օրը։ Լիլիթը հագավ մի դեղին լայն կիսաշրջազգեստ, որը ստիպում էր նրան պտտվել բալերինայի պես։ Սոնան ընտրեց վարդագույն համազգեստ, թիթեռների նկարներով։ Բոլորը փայլում էին, ճանապարհին աշխույժ խոսում էին իրենց բույսերի մասին։ Արմենը հետի հայելուց դիտում էր երեք դուստրերին հետի նստատեղին, տեսնելով, թե որքան տարբեր էին նրանք այն մարած երեխաներից, որոնց ամիսներ առաջ բժշկի էր տարել։ Արդյոք բժիշկ Կարապետյանը կկարողանար տեսնել փոխակերպումը, թե կկենտրոնանար միայն բժշկական արձանագրությունների վրա։ Բժիշկ Կարապետյանի աշխատասենյակը գտնվում էր կենտրոնում, մի ժամանակակից շենքում։ Երբ հասան, քարտուղարուհին նրանց զարմանքով դիմավորեց։ «Վայ, ինչպիսի գեղեցիկ աղջիկներ։ Այնքան տարբեր եք վերջին անգամվանից»։ Արմենը մի պահ թեթացում զգաց։ Եթե նույնիսկ քարտուղարուհին էր նկատել տարբերությունը, գուցե բժիշկն էլ նկատեր։ Սպասասրահում աղջիկները իրենց պահում էին ինչպես սովորական երեխան։ Անահիտը թերթում էր մի ամսագիր, Լիլիթը դասավորում էր ցրված խաղալիքները, իսկ Սոնան ցածրաձայն խոսում էր իր հետ բերած տիկնիկի հետ։ Այն կաթվածահար անող անհանգստության նշաններ չկային, որոնք նրանք սովորաբար ցուցաբերում էին բժշկական միջավայրում։ Մելիքյանների ընտանիք, կանչեց բուժքույրը։ Բժիշկ Կարապետյանը լուրջ մարդ էր, մոտ 50 տարեկան, մանկական հոգեբուժության մասնագետ։ Արմենը միշտ հարգել էր նրան մասնագիտորեն, բայց այսօր զգում էր, կարծես թե իր դուստրերին պաշտպանում է դատաստանից։ Արմեն, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Եվ աղջիկներ, ինչքան եք մեծացել։ Արմենի զարմանքին Անահիտը պատասխանեց. Բարի օր, բժիշկ Կարապետյան։ Դուք լավ եք։ Բժիշկը կարծես թե անկեղծորեն զարմացավ։ Անահիտը նրա հետ չէր խոսել առաջին խորհրդատվությունից ի վեր, ամիսներ առաջ։ Ես շատ լավ եմ, շնորհակալություն։ Իսկ դու ինչպես ես քեզ զգում։ Լավ։ Մենք տանը այգի ենք տնկել։ Ուզում եք լուսանկարները տեսնել։ Անահիտը վերցրեց Արմենի հեռախոսը, ցույց տվեց բույսերի լուսանկարները։ Լիլիթն ու Սոնան մոտեցան, ոգորված պատմելու իրենց արածաղիկների թթենու մասին։ Բժիշկ Կարապետյանը աճող ուշադրությամբ նայում էր նկարներին։ Դուք այս ամենը մենակ եք արել։ Էլենն օգնեց, բացատրեց Լիլիթը։ Նա մեզ սովորեցրեց խնամել բույսերը, խոսել նրանց հետ։ Էլենը։ Արմենն առաջ անցավ։ Դա նոր դայակն է, որին վարձել եմ։ Տարբեր մոտեցում, ավելի մարդկային։ Բժիշկը գլխով արեց, բայց Արմենը նրա աչքերում անհանգստություն նկատեց։ Հասկանում եմ։ Դե ինչ, եկեք կատարենք մեր սովորական գնահատումը։ Հաջորդ ժամվա ընթացքում բժիշկ Կարապետյանը մի շարք անհատական զրույցներ անցկացրեց յուրաքանչյուր աղջկա հետ։ Արմենը մնաց սպասասրահում, անհանգիստ, փորձելով դռան միջով լսվող ձայների տոնից գուշակել, թե ինչպես է ընթանում գնահատումը։ Երբ վերջապես նրան հետ կանչեցին, բժիշկը տեսանելիորեն տպավորված էր։ Արմեն, նստեք։ Ես պետք է ձեզ հետ խոսեմ։ Արմենը պատրաստվեց վատթարագույնին։ 20 տարվա աշխատանքի ընթացքում հազվադեպ եմ տեսել այսպիսի նշանակալի փոխակերպում երեխաների մոտ, որոնք ունեին այն վիճակը, ինչ ձեր դուստրերը։ Բժիշկը դադար տվեց, մտքերը կարգի բերելու համար։ Անահիտը շփվող է, հետաքրքրություն է ցուցաբերում ապագայի նկատմամբ, խոսում է մոր մասին, առանց խուճապի մատնվելու։ Լիլիթը վերադարձել է բնական դիմախաղի, սոցիալապես փոխազդում է։ Սոնան ինձ 10 րոպեանոց պատմություն պատմեց մի թիթեռի մասին, որը տեսել էր այգում։ Արմենը զգաց, կարծես մի հսկայական բեռ հանվեց իր ուսերից։ Ուրեմն նրանք լավ են։ Լավից էլ ավելի։ Նրանք առողջ կերպով զարգանում են։ Դեռ կրում են կորստի ցավը, իհարկե, բայց սովորել են դրա հետ ապրել կառուցողական ձով։ Բժիշկ Կարապետյանն առաջ թեքվեց։ Արմեն, ինչ է կոնկրետ արել այդ Էլենը։
Արմենը մտածեց հարցի շուրջ. ինչպես մի քանի բառով բացատրել այն լուր կախարդանքը, որը Էլենը բերել էր իրենց կյանք։ Նա նրանց վերաբերվել է որպես երեխաների, ոչ թե հիվանդների։ Սովորեցրել է նրանց ապրել կարոտով, փոխանակ դրանից ոչնչանալու։ Նա հոգեբանության, ընտանեկան թերապիայի կրթություն ունի։ Ոչ, որքան ես գիտեմ։ Նա պարզապես հասկանում է կորուստների միջով անցած երեխաներին։ Բժիշկ Կարապետյանը մի պահ լուռ մնաց։ Արմեն, անկախ ոչ ավանդական մեթոդներից, արդյունքներն անհերքելի են։ Ձեր դուստրերը հուզականորեն բուժված են։ Դեռ խորհուրդ եմ տալիս 6 ամիսը մեկ հսկողություն, բայց դեղորայքային միջամտության կամ ինտենսիվ թերապիայի անհրաժեշտություն չեմ տեսնում։ Արմենը զգաց, որ թեթացման արցունքներ են լցնում իր աչքերը։ Բժիշկ, կարող եմ մի բան հարցնել։ Ինչ կլիներ, եթե նրանք շարունակեին այն ճանապարհով, որով գնում էին նախկինում։ Բժիշկը վարանեց։ Հավանաբար մենք պետք է դիտարկեինք ինտենսիվ բուժման համար հոսպիտալացումը։ Վիճակը արագորեն վատթարանում էր։ Արմենը աշխատասենյակից դուրս եկավ բացարձակ հաղթանակի զգացումով։ Էլենը բառացիորեն փրկել էր իր դուստրերին մի ճակատագրից, որը նա նույնիսկ չէր ուզում պատկերացնել։ Տուն վերադառնալու ճանապարհին նրանք կանգ առան Կասկադի մոտ գտնվող մի պաղպաղակատանը։ Աղջիկներն ընտրեցին տարբեր համեր, նստեցին ուտելու, խոսելով ամեն ինչի ոչնչի մասին, ինչպես սովորական երեխաներն են անում։ Հայրիկ, անկարծ ասաց Անահիտը, բժիշկը հարցրեց, թե մենք ուզում ենք, որ մայրիկը վերադառնա։ Արմենը կրծքում սեղմոց զգաց։ Եվ ինչ պատասխանեցիք։ Ես ասացի, որ շատ եմ ուզում, շարունակեց Անահիտը։ Բայց որ եթե նա չի կարող վերադառնալ, ուրեմն մենք պետք է երջանիկ լինենք այնպես, ինչպես հիմա կարող ենք երջանիկ լինել։ 7-ամյա դստեր խոսքերը մի իմաստություն էին կրում, որը հուզեց Արմենին։ Լիլիթը մտախոհ լիզում էր պաղպաղակը։ Եվ ես ասացի, որ մայրիկին դուր չէր գա, եթե մենք ընդմիշտ տխուր մնայինք։ Սոնան, միշտ ամենաուղղամիտը, ավելացրեց. Ես ասացի, որ մայրիկն է ուղարկել Էլենին մեզ խնամելու, քանի դեռ ինքը չի կարող։ Արմենը նայեց իր 3 դուստրերին, հասկացավ, որ նրանք գտել են իրենց սեփական ձը, հասկանալու ընդունելու իրենց նոր իրականությունը։ Էլենը նրանց տվել էր գործիքներ, կառուցելու մտ պատմություն, որտեղ կորուստն ու հույսը կարող էին գոյակցել։ Երբ հասան տուն, Էլենը նրանց սպասում էր այգում մի անակնկալով։ Նա պատրաստել էր մի փոքրիկ բացօթյա խնջույք, նշելու իր աշխատանքի առաջին ամիսը ընտանիքում։ Գունավոր դրոշակներ էին կախված ծառերի մեջ, սեղանը դրված էր տնական տորթով, այգու թարմ ծաղիկները զարդարում էին ամեն անկյուն։ Սա խնջույք է, բղավեց Սոնան, վազելով գրկելու Էլենին։ Ինչպես անցավ բժշկի մոտ, ցածրաձայն հարցրեց Էլենը Արմենին, մինչ աղջիկները ուսումնասիրում էին զարդարանքը։ Կատարյալ։ Նա ասաց, որ նրանք բուժված են։ Էլենը ժպտաց, բայց Արմենը նրա աչքերում մի այլ բան նկատեց։ Մի տեսակ բավարարվածություն, խառնված տխրության հետ։ Խնջույքը կախարդական էր։ Աղջիկները Էլենին ցույց տվեցին բոլոր աճած բույսերը, պատմեցին բժշկական խորհրդատվության մասին, պլաններ կազմեցին այգում նոր հավելումների համար։ Տիկին Կարինեն միացավ նրանց տորթի համար, որը համեղ էր, այն բաղադրատոմսը, որը Մարինեն սովորաբար պատրաստում էր, բայց որը Էլենը սովորեցրել էր աղջիկներին պատրաստել։ Երբ Արը սկսեց մայր մտնել, Էլենը աղջիկներին հավաքեց սեղանի շուրջ։ Աղջիկներ, ես ձեզ հետ մի կարևոր բան ունեմ խոսելու։ Արմենը զգաց, որ ստամոքսը սեղմվում է։ Նրա խոսելուցից նա գիտեր, թե ինչ է սպասվում։ Դուք հիշում եք, երբ հարցրիք, թե ինչպես եք իմանալու, երբ այլս իմ կարիքը չեք ունենա։ Երեքն էլ լուռ գլխով արեցին։ Դե ինչ, կարծում եմ, այդ պահը հասել է։ Ոչ, անմիջապես առարկեց Սոնան։ Դու չես կարող գնալ։ Էլենը ծնկի իջավ աղջկա բարձրությանը, բռնեց նրա ձեռքերը։ Սոնա, նայիր շուրջդ։ Նայիր այգուն, որը դուք ստեղծել եք, նայիր, թե ինչպես եք իրար խնամում, նայիր, թե ինչպես է ձեր հայրիկը նորից սկսել ժպտալ։ Դուք այլս իմ կարիքը չունեք։ Բայց մեն։ Կուզում ենք, որ դու այստեղ լինես, ասաց Լիլիթը, աչքերում արցունքներ։ Եվ ես միշտ այստեղ կլինեմ, Էլենը դիպավ Լիլիթի կրծքին, քո սրտում։ Այն ամենը, ինչ մենք միասին արել ենք, բոլոր այն բաները, որոնք դուք սովորել եք, դա ոչ ոք չի կարող խլել։ Անահիտը, միշտ ամենահասունը, հարցրեց. Դու այլ երեխաների
Ես խնամելու, ինչպես մեզ խնամեցիր։ Այո։ Շատ ընտանիքներ կան, որոնք պետք է սովորեն այն, ինչ դուք սովորեցիք։ Արմենը մոտեցավ։ Էլեն, դուք վստահ եք։ Աղջիկները ձեզ պաշտում են։ Ես։ Մենք կցանկանայինք, որ դուք մնայիք։ Էլենը սիրով նայեց նրան։ Արմեն, երբ ես այստեղ եկա, դուք կոտրված ընտանիք էիք։ Հիմա դուք բուժված ընտանիք եք։ Իմ աշխատանքն այստեղ ավարտված է։ Երբ ես գնալու, հարցրեց Անահիտը, փորձելով քաջ լինել։ Վաղը առավոտյան։ Բայց մինչ այդ, մենք ամբողջ գիշեր ունենք, ճիշտ հրաժեշտ տալու համար։ Նրանք գիշերն անցկացրին միասին հատուկ բաներ անելով։ Էլենը աղջիկներին սովորեցրեց թխվածքաբլիթներ պատրաստել ծաղիկների տեսքով, պատմություններ պատմեցին թթենու տակ, վերջին շրջայցն արեցին այգում, ստուգելով յուրաքանչյուր բույս։ Քնելու ժամին Էլենը Արմենի հետ գնաց աղջիկներին մահճակալ դնելու, վերջին անգամ։ Էլեն, ասաց Անահիտը, երբ նա պատրաստվում էր սենյակից դուրս գալ, կարող ես մեր լուսանկարը վերցնել։ Որպեսզի մեզ չմոռանաս։ Էլենը վերցրեց լուսանկարը, որը գիշերանոթի սեղանի կին էր, երեք աղջիկների վերջերս արված դիմանկարը, ժպտալիս այգում, դրեց այն պայուսակի մեջ։ Շնորհակալություն։ Ես այն հավերժ կպահեմ։ Երբ աղջիկները վերջապես քնեցին, Արմենն ու Էլենը նստեցին պատշգամբում երկու բաժակ թեյով։ Ինչպես եք իմանում, երբ հեռանալու ժամանակն է, հարցրեց Արմենը։ Երբ տեսնում եմ, որ ընտանիքն այլս փրկչի կարիք չունի, այլ պարզապես ժամանակի, մենակ աճելու համար։ Էլենը նայեց ծաղկող այգուն։ Ձեր դուստրերը կշարունակեն աճել, Արմեն։ Եվ դուք կշարունակեք հիանալի հայր լինել։ Դուք այլս իմ կարիքը չունեք։ Իսկ եթե որե խնդիր առաջանա։ Իսկ եթե նրանք հետընթաց ապրեն։ Նրանք հետընթաց չեն ապրի։ Գիտեք ինչու։ Որովհետև նրանք ոչ թե պարզապես հետում են մի բաղադրատոմսի, որը ես բերել եմ։ Նրանք ստեղծել են իրենց սեփական գործիքները, կյանքի հետ գործ ունենալու համար։ Արմենը լուռ մնաց, կլանելով նրա խոսքերը։ Էլեն, կարող եմ ձեզ մի բան հարցնել, որը միշտ ուզել եմ իմանալ։ Իհարկե։ Ինչ եք անում, երբ մեր նման ընտանիքներ չեք փրկում։ Էլենը տխուր ժպտաց։ Ես հիշում եմ դստերս։ Ծաղիկներ եմ տնկում իմ փոքրիկ բնակարանի պատշգամբում։ Երբեմն այցելում եմ այն գերեզմանատուն, որտեղ նա է։ Եվ փնտրում եմ այլ ընտանիքներ, որոնք օգնության կարիք ունեն։ Դուք արդեն կարողացել եք հաշտվել նրա կորստի հետ։ Էլենը երկար պահ մտախոհ մնաց։ Գիտեք, Արմեն, երբ ես կորցրի Նարեին, մտածում էի, որ իմ կյանքն էլ է ավարտվել։ 2 տարի պարզապես գոյություն ունեի։ Հետո սկսեցի աշխատել այլ ընտանիքների հետ, հասկացա, որ յուրաքանչյուր երեխա, որին օգնում էի, մի ձեր պատվելու նրա հիշատակը։ Այդ պատճառով եք դուք դա անում։ Այդ պատճառով եմ ես դա անում։ Նարեն այլս չի կարող աճել, չի կարող ծաղիկներ տնկել, չի կարող ժպտալ։ Բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ, թե ինչպես է մի երեխա նորից սկսում ժպտալ, ասես նրա մի մասնիկը շարունակի ապրել աշխարհում։ Արմենը հասկացավ, որ Էլենը գտել էր իր սեփական ցավը գեղեցիկ բանի վերածելու համար։ Հաջորդ առավոտյան Էլենը պատրաստվեց գնալու։ Նրա սակավաթիվ իրերն արդեն կտորե պայուսակում էին, նույնը, որով նա եկել էր 1 ամիս առաջ։ Աղջիկները նրան սպասում էին այգում, յուրաքանչյուրը ձեռքին մի փոքրիկ ծաղկաման, տնկիով, որը նվեր էին պատրաստել։ Սա քեզ համար է, որ տնկես քո տանը, բացատրեց Անահիտը։ Այդպես ամեն օր մեզ կհիշես։ Էլենը ծաղկամանները ստացավ աչքերում արցունքներով։ Աղջիկն է։ Դուք ամենաառանձնահատուկ նվերներն եք, որ ես երբեք ստացել եմ։ Նրանք խմբովին գրկախառնվեցին, Արմենը հասկացավ, որ դա տխուր հրաժեշտ չէր, այլ երախտագիտության հրաժեշտ։ Էլեն, ասաց Լիլիթը, երբ մեր արածաղիկները շատ մեծանան, մենք քեզ լուսանկար կուղարկենք։ Եվ երբ թթենին պտուղ տա, դու պետք է վերադառնաս մեզ հետ ուտելու, ավելացրեց Սոնան։ Էլենը գլխով արեց, որ այո, թե բոլորը գիտեին, որ նա հավանաբար այլ ընտանիքների կխնամեր, երբ դա տեղի ունենար։ Արմենը նրան ուղեկցեց մինչ դարպասը։ Երբ հասան այնտեղ, նա շրջվեց դեպի նա։ Արմեն, շնորհակալություն ինձ վստահելու համար։ Ես եմ շնորհակալ։ Դուք իմ ընտանիքը վերադարձրիք ինձ։ Էլենը վերջին անգամ նայեց տանը, որտեղ աղջիկները թափահարում էին պատուհանից, հետո Արմենին։
Նրանք լավ կլինեն։ Եվ դուք նույնպես։ Արմենը տեսավ, թե ինչպես է նա հեռանում Դավթաշենի ծառապատ փողոցով, ձեռքին իր տնկիները կտորե պայուսակը, պատրաստ գտնելու մեկ այլ ընտանիք, որը կարիք ուներ նորից հույս հայտնաբերելու։ Երբ վերադարձավ տուն, գտավ աղջիկներին խոհանոցում, առաջին անգա։ Մենակ նախաճաշ պատրաստելիս։ Հայրիկ, մենք մտածեցինք նրբաբլիթներ պատրաստել, օրը լավ սկսելու համար, ասաց Անահիտը, բնականորեն ստանձնելով ավագ քրոջ դերը։ Արմենը նստեց սեղանի շուրջ դիտում էր, թե ինչպես են իր դուստրերն աշխատում միասին, խնամում իրար, իրեն ներառում իրենց խոսակցությունների մեջ։ Էլենը ճիշտ էր։ Նրանք այլս փրկության կարիք չունեին։ Նրանք պարզապես պետք է շարունակեին միասին աճել։ 6 ամիս անց Արմենը մի պարզ նամակ ստացավ, առանց ուղարկողի։ Ներսում մի լուսանկար կար։ 3 հսկայական արածաղիկներ, տնկված մի փոքրիկ բնակարանում, հետի մասում մի հաղորդագրություն։ Աղջիկների տնկիները հիանալի են։ Հուսով եմ, նրանք նույնպես։ Սիրով, Էլեն։ Նույն օրը Անահիտը, որն այժմ 8 տարեկան էր, այգում ռեհան էր հավաքում, տիկին Կարինեին ընթրիքի հարցում օգնելու համար։ Լիլիթը, 6 տարեկան, մեղմ երգում էր, ջրելով բույսերը։ Սոնան, այժմ 5 տարեկան, նկարել էր մի երջանիկ ընտանիք, սառնարանին կախելու համար։ Թթենին աճել էր խոստանում էր իր առաջին պտուղները տալ հաջորդ տարի։ Արմենն այս ամենը դիտում էր խոհանոցի պատուհանից, հիշելով այն հուսահատ մարդուն, որը ամիսներ առաջ հարցազրույցի էր կանչել Էլենին։ Այդ մարդը կորցրել էր կնոջը, քիչ էր մնացել կորցնել դուստրերին ցավի պատճառով։ Այս մարդը սովորել էր, որ սերը չի մահանում կորստի հետ, այն պարզապես փոխակերպվում է։ Մարինեն շարունակում էր ներկա լինել ընտանիքի հիշողության մեջ, բայց այժմ որպես ուժի աղբյուր, ոչ թե տխրության։ Նրա բույսերը ծաղկում էին դուստրերի կողմից խնամված այգում, նրա տորթի բաղադրատոմսը պատրաստվում էր ամեն կիրակի, նրա պատմությունները պատմվում էին քնելուց առաջ։ Էլենը կատարել էր իր լուռ խոստումը։ Նա հույս էր տնկել այնտեղ, որտեղ նախկինում միայն ցավ կար։ Նա սովորեցրել էր մի ընտանիքի նորից ապրել։ Եվ երանի ինչ-որ մի տեղ նա, հավանաբար, նույնն էր անում մեկ այլ ընտանիքի համար, որը կարիք ուներ նորից հայտնաբերելու, որ կյանքը, նույնիսկ ամենամեծ կորուստներից հետո, դեռ կարող է գեղեցիկ լինել։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մելիքյանների ընտանիքի ճանապարհորդությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ կյանքի ամենամութ պահերին, երբ ցավը թվում է, թե ամբողջությամբ կլանում է մեզ, դեռ հույս կա։ Էլենը մեզ սովորեցրեց, որ բուժումը գալիս է ոչ թե կախարդական բանաձևից կամ արագ լուծումներից, այլ անկեղծ ներկայությունից, անպայմանական սիրուց համբերությունից, թույլ տալու, որ յուրաքանչյուր մարդ գտնի կյանքին վերադառնալու իր սեփական ճանապարհը։ Եթե այս պատմությունը ձեզ մոտ հույզեր արթնացրեց, եթե մեր կիսած խոսքերում ճանաչեցիք ձեր սեփական ճանապարհորդության կտորները, դրեք ձեր հավանումը մեզ ցույց տալու համար, որ այսպիսի պատմությունները նշանակություն ունեն։ Բաժանորդակ։ Լվեք մեր ալիքին, բաց չթողնելու հաջորդ պատմությունները, որոնք լույս են բերում մարդկային փորձառության ամենախորը անկյուններին։ Եվ մեկնաբանություններում պատմեք մեզ, որ պահն ամենաշատը հուզեց ձեր սիրտը։ Ինչ դաս կքաղեք հաղթահարման վերածննդի այս պատմությունից։ Ամեն օր մենք բերում ենք ինտենսիվ փոխակերպող պատմություններ, որոնք փառաբանում են այն անհավանական ուժը, որը գոյություն ունի մեզանից յուրաքանչյուրի ներսում։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, որտեղ մեկ ընտանիք կհայտնաբերի, որ իսկական սերը ունակ է բուժել ցանկացած վերք։